այստեղ ենք, որտեղ ամեն անգամ միշտ ու միշտ երբեք չի եղել այս տարիների ընթացքում, որ չգիտակցես, որ ինչ որ կատարվում է մեծագույն օրհնություն ու շնորհ է, որովհետև ես ինքս արժանի չեմ սրան, բայց Աստված արժանացրեց այդ մեծ շնորհին, որ կարողանանք իր խոսքը, իր ուղիղ խոսքը, իր ավետարանը սերտել եւ ավետարանի սերտողությամբ ոչ միայն լուսավորվել, այլ նաեւ օգտակար լինել մեկս մյուսին։ Մենք հասել ենք 15-րդ գլխի ավարտին, ավելի կոնկրետ 21-ից 47 համարներին, որոնք ամենածանր համարներն են ավետարանի, որովհետև այսօր պիտի միասնաբար սերտենք Քրիստոսի խաչելությունը, Քրիստոսի մահը եւ Քրիստոսի թաղումը եւ հետաքրքրորեն ինքս ինձ մի քանի հոգու վկայեցի այսօր Սարգիսն էլ էր եկել, 1-2-ն էլ առաջնորդանում, որ շատ ծանր էր գնում, հետաքրքրորեն սովորականից ավելի դժվար եղավ պատրաստությունս ու հետո ինքս ինձ անդրադարձա, որ պատահական չի այս ամենը, որովհետև նույնիսկ հիմա 2000 եւ ավել տարի հետո, երբ որ այս ամենը դու փորձում ես ուղակի քո տկար կարողությունների չափով սերտել, միևնույնն է շատ ավելի ծանր է լինում, քան մյուսները։ Եվ քանի որ թեման բավական երկար է, ես այսօր նախորդ թեման, որ ամեն անգամ հիշեցնելով կարդում եմ, պիտի չկարդամ, միայն պիտի հիշեցնեմ, որ նախորդ թեման Քրիստոսի չարչարանքների մասին էր, ինչպես Քրիստոսին տարան, ատյան, այս կեղծ ատյանը կեղծ դատավարությունը կատարվեց եւ ի վերջո նաեւ դատապարտեցին խաչելության եւ հիմա արդեն պիտի սկսենք խաչելության ընթացքը։ Նրանք, ովքեր որ մեզ չեն տեսել ինտերնետում, կարող եմ ասել, որ 3 տեղ մենք այս նյութերը դնում ենք։ Առաջինը Instagram-ում է, մյուսը Facebook-ում։ Facebook-ի վերնագիրը կամ մեր էջի անունը տարբեր է՝ հայ քրիստոնեական ժառանգություն կամ Armenian Christian Heritage, իսկ մյուսը YouTube-ի մեջ է, որ նոր է ավելի ու Մեսրոպը տղաս երբեմն փորձում է տեղադրել, հիմա կարծեմ 12-13-րդ գլուխներն է արդեն դրել, այսինքն հետևողական փորձում ենք դնել, որ հնարավորինս մարդիկ կարողանան տեղյակ լինել եւ իրենք էլ հետևել եւ շատ ուրախանում եմ, որ աշխարհի տարբեր վայրերից մեկ էլ տեսար email է գալիս, որ այսինչ տեղից ձեզ հետևում ենք, եթե կարելի է ձեր նյութը դնեք, որ կարողանանք, օրինակ Ռուսաստանից այս վերջը մի քանի հոգի գրեցին, որ խնդիր ունենք ինտերնետի, բայց շատ ենք խնդրում դրեք, որ կարողանանք լսենք, ինչի իմ համար մեծ օրհնություն է, որ այստեղ անելով աշխարհի մյուս կողմերում էլ մարդիկ լսում են եւ օգտակար է իրենց լինում։ Ուրեմն ինչպես ամեն անգամ անում եմ, նախ փորձեմ ընդհանուր տեքստ, այսօրվա տեքստը, ոչ թե նախորդ անգամվա, ընթերցեմ, որից հետո արդեն մեր եկեղեցու հայրերի ու վարդապետների թողած ժառանգության հիման վրա կփորձենք նախադասություն առ նախադասություն սերտել ու հասկանալ, թե այսօրվա կարևոր նյութը ինչի մասին է ու ամենակարևորը, թե այսօրվա նյութը ինչքանով է իմ ու ձեր կյանքին առնչվում։ Ասում է, եւ ստիպեցին Սիմոն Կյուրենացուն, Ալեքսանդրի եւ Ռուփոսի հորը, որ ագարակից էր գալիս ու այդ տեղով էր անցնում, որ Հիսուսի խաչափայտը կրի։ Եվ նրան տարան Գողգոթա, մի տեղ, որ թարգմանվում է Կառափնատեղի, Սումուրսով խառնված գինի տվին նրան, բայց նա չվերցրեց, եւ նրան խաչը հանեցին, եւ նրա հագուստները բաժանեցին, դրանց վրա վիճակ գցելով, թե ով ինչ պիտի վերցնի։ Առավոտյան ժամը 9 էր, երբ նրան խաչեցին, եւ կար նրա դատապարտության մասին գրություն գրված այսպես. հրեաների թագավորն է։ Եվ նրա հետ խաչեցին 2 ավազակներ, մեկը նրա աջում եւ մյուսը ձախում։ Եվ կատարվեց գրվածը, թե անօրենների հետ դասվեց։ Եվ ովքեր անցնում էին, հայհոյում էին նրան, շարժում իրենց գլուխները եւ ասում. «Վահ, որ քանդում է իր տաճարը եւ 3 օրում շինում, ազատիր ինքդ քեզ եւ իջիր այդ խաչից»։ Նույնպես եւ քահանայապետները իրենց մեջ օրենսգետների հետ միասին ծաղր էին անում ու ասում. «Ուրիշներին ազատեց, ինքն իրեն չի կարողանում ազատել»։ Այդ Քրիստոսը Իսրայելի այդ թագավորը թող այժմ իջնի խաչից, որպեսզի տեսնենք եւ հավատանք դրան։ Եվ նրա հետ խաչվածներն էլ նախատում էին նրան։ Երբ կեսօր եղավ, խավար պատեց ամբողջ երկիրը մինչև ժամը 3-ը։ Եվ ժամը 3-ին Հիսուս բարձրաձայն աղաղակեց եւ ասաց. «Էլի, Էլի, լամա սաբաքթանի», որ թարգմանվում է Աստված իմ, ինչու թողեցիր ինձ։ Եվ նրանցից ոմանք, որ նրա շուրջն էին կանգնել, երբ լսեցին այդ, ասացին. «Եղիային է կանչում»։ Եվ մեկը առաջ վազելով սպունգը թաթախեց քացախի մեջ, անցկացրեց եղեգի ծայրին, տվեց նրան, որ խմի ու ասաց.
Թողեք տեսնենք արդյոք Եղիան կգա նրան իջեցնելու։ Եվ Հիսուս բարձր ձայն աղաղակեց ու հոգին ավանդեց։ Եվ տաճարի վարագույրը վերևից մինչև ներքև երկուսի պատռվեց, եւ այնտեղ կանգնած հարուրապետը տեսնելով, թե ինչպես նա աղաղակեց եւ հոգին ավանդեց, ասաց. իրոք այս մարդը Աստծո որդին էր։ Կային եւ կանայք, որոնք դիտում էին հեռվից, նրանց մեջ էին Մարիամ Մագդաղենացին, կրտսեր Հակոբի եւ Հովսեի մայրը Մարիամը, ինչպես եւ Սողոմեն, որոնք երբ Հիսուս Գալիլայում էր, նրա հետևից էին գնում եւ ծառայում էին նրան։ Կային նաեւ շատ այլ կանայք, որոնք նրա հետ Երուսաղեմ էին ելել։ Եվ երբ երեկո եղավ, քանի որ ուրբաթ էր եւ շաբաթամուտն էր սկսում, Արիամաթացի Հովսեփը, որ մի պարկեշտ մարդ էր ու հրեաների ժողովի անդամ եւ որ ինքն էլ Աստծո արքայությանն էր սպասում, համարձակվեց մտնել Պիղատոսի մոտ ու ուզեց Հիսուսի մարմինը։ Եվ Պիղատոսը զարմացավ, որ Հիսուս այդչափ շուտ էր մեռել եւ իր մոտ կանչելով հարուրապետին հարցրեց նրան ու ասաց. իրոք այդքան շուտ մեռավ։ Երբ այդ ստուգեց, մոտ կանչելով հարուրապետին հարցրեց նրան եւ այդ ստուգեց հարուրապետից մարմինը շնորհեց Հովսեփին։ Եվ Հովսեփը կտավ գնեց ու նրան իջեցնելով պատեց այդ կտավով ու դրեց մի գերեզմանի մեջ, որ փորված էր ժայռի մեջ, եւ մի քար գլորեց գերեզմանի դռան առաջ, իսկ Մարիամ Մագդաղենացին եւ Հակոբոսի ով Հովսեի մայր Մարիամը տեսան այն տեղը, ուր նա դրվեց։ Ուրեմն, եթե ուշադրություն դարձրեցիք այս վերջի մի քանի դասընթացը կամ սերտողությունը, որ անում ենք, բավական մանրակրկիտ է ու ինչպես որ նախորդ անգամ, այս անգամ էլ ավելի կտեսնենք, թե ինչպես է, որ Մարկոսին լրացնում են եւ Հովանեսը, եւ Մատթեոսը, եւ Ղուկասը։ Եվ ոչ միայն 3 ավետարանիչներն են լրացնում 4-րդին, այլ նաեւ բազում մարգարեություններ են իրականացվելու եւ մանավանդ Եսայի մարգարեից ու նաեւ Սաղմոսներից։ Ուրեմն բավական հետաքրքիր պատկեր պիտի ունենանք ու ինչպես անախորդ անգամ էլ ասացի, այս պատկերը ամբողջական չէր լինի, եթե մենք մյուսներին իրար հետ չմոտեցնեինք, որովհետև մեկը մյուսին լրացնում է եւ դրանով մեզ տալիս այն պատկերը, ինչը Տերը ուզում էր, որ մենք տեսնենք ու հասկանանք։ Ուրեմն հետաքրքիր մի մտքով եմ ուզում սկսել, որ անդրամաբանական ճշմարտություն է կատարվելու, Տիրոջ փառքը ցավի եւ անարգանքի միջոցով է երևալու եւ իրապես էլ այդպես է, Տիրոջ փառքը պիտի երևա, բայց այդ փառքը նախ եւ առաջ ցավի ու անարգանքի միջով պիտի անցներ, որ նոր երևար ու սա նաեւ մեզ օրինակ է, որովհետեւ բոլորս կարծում եմ կամ ճնշող մեծամասնությունս փորձում ենք միանգամից լավ ու հեշտ կամ ավելի ապահով ու լավ վայրերում լինենք կյանքի մեջ կամ ընդհանրապես, բայց Քրիստոս մեզ օրինակ տվեց, որպեսզի լավին հասնենք, նախ պիտի դժվարության ու ցավի միջով անցնենք, որը շատ հաճախ չենք ուզում, որ կատարվի։ Ուրեմն սա էր այդ խաչի խորհրդի առաջի պատգամը, որը որ մեր Տերը մեզ փոխանցեց։ Բայց հիմա ավելի մանրամասն փորձենք նախադասություն առ նախադասություն գնալ եւ մեր կարողության չափով փորձենք հասկանալ ինչի մասին է խոսքը, որովհետեւ վստահ եմ չկա մեր մոտ այստեղ նստած մարդկանց մեջ որևէ մեկը, որ խաչելության այս պատկերը բազում անգամ չի լսել, չի կարդացել, բայց վստահ եմ, որ հիմա երբ որ եկեղեցու հայրերի միջով անցնենք, կտեսնենք այնքան մանրամասներ կան, որ երբեք չէինք մտածել, եւ սրանք բոլորը գալիս են լրացնելու մեր գիտելիքի ու մանավանդ նաեւ ամենակարևոր մասը, թե ինչ է նշանակում փրկagorցություն, որտեղ ամբողջ այս թեման մեր անձնական փրկagorցության մասին է։ Ասում եւ ստիպեցին Սիմոն Կյուրենացուն, Ալեքսանդրի եւ Ռուփոսի հորը, որը ագարակից էր գալիս, ու այդ տեղը վրա անցնում, որ Հիսուսի խաչափայտը կրի։ Հետաքրքիր է, որ միայն Մարկոսն է մանրամասնում թողեր այս Սիմոն Կյուրենացին եւ ասում է սա Ալեքսանդրի եւ Ռուփոսի հայրն էր։ Եվ կարծես թե սովորական բան է, բայց եթե հասկանանք, թե ինչու է մանրամասնում, ուրեմն պարզ է, որ այս երկուսը, Ալեքսանդրն ու Ռուփոսը, հին եկեղեցում ծանոթ անձինք էին, որ ինքը հիշեցնում է, թե ով է սա ու հիշեցնում է տղաներին։ Եվ եթե հաշվի ենք առնում, որ Մարկոսը իր ավետարան, եթե կհիշեք, ես առաջի դասին ասացի, գրել է Հռոմում, եւ ում թելադրանքով էր գրել, եթե ոչ Պետրոսի թելադրանքով, ով արդեն Հռոմում դատապարտված էր, բանտարկված էր, ուրեմն հստակ է, որ այս անձինք, ովքեր որ նշեցին Ալեքսանդրն ու Ռուփոսը, Հռոմի եկեղեցու հավատացյալներին, բայց արդյոք սա այդպես է եւ արդյոք կա վկայություն այդ մասին,
Արիուտես որ կա, որովհետև Պողոս առաքյալը արդեն Հռոմեացիս թղթի ավարտին 16-րդ գլխում այս միտքն է ասում. ողջունեցեք Ռուփոսին ընտրյալին իտեր, որ հստակ նաև պատկերացում ենք տալիս, որ իրապես Մարկոսը ամենայն հավանականությամբ իր ավետարանը գրեց Հռոմում եւ այս անձինք միայն Հռոմի եկեղեցուն էին ծանոթ, ահա թե ինչու ոչ Մատթեոսը, ոչ նաև Ղուկասն ու Հովհաննեսը չմանրամասնեցին, իսկ Մարկոսը մանրամասնեց, որովհետև այդ համայնքը շատ լավ գիտեր, թե ում մասին է խոսքը եւ ինքը նաև փաստորեն կոնկրետ անձանց էր նշում, որ իրենք այնտեղ են եղել կամ իրենց հայրն այնտեղ է եղել եւ ոչ միայն եղել է այնտեղ, այլ իր ուսերի վրա է փաստորեն կրել Տիրոջ խաչապայտը։ Սրանից ավելի մեծ օրհնություն մարդու կյանքում չէր կարող լինել եւ փաստորեն այդ մեծ օրհնությունը տրվեց Սիմոն Կյուրենացուն։ Իսկ ինչու տվեցին հռոմեացիները, սա էլ հստակ է, որովհետեւ համաձայն հռոմեական օրենքի որևէ հռոմեացի կարող էր պարտադրել հրեային մեկ մղոն մի բան կրել, տանել, ու դրա համար, երբ որ Մատթեոս 5-րդ գլխում լեռան քարոզի մեջ մենք ընթերցում ենք, որ Տերն ասաց, եթե մեկը քեզ պարտադրում է մի մղոն քայլել, դու նրա հետ երկուսը գնա, ահա թե կոնտեքստը որտեղից էր գալիս, որովհետև հաճախ, քանի որ իրենք այսպես կոչված հռոմեացիների հպատակներն էին, հռոմեացիները հաճախ ծանր հարկեր էին դնում կամ բռնություններ էին կիրառում, որոնցից մեկն էլ պարտադրելն էր հրեային ինչ-որ բան անելու, այս դեպքում այդ պարտադրանքը կատարվեց, բայց ի տարբերություն բոլոր պարտադրանքների, այս պարտադրանքը մեծագույն օրհնությունն էր, որովհետև ինքը վերջում էլ այս միտքը ասելու, երևի թե աշխարհում միակ մարդն էր, որ ոչ միայն իր խաչը պիտի կրի, որտեղ բոլորս կոչված ենք մեր խաչերը կրելու, այլ նաև Տիրոջ խաչապայտը մի որոշ տեղ ինքը տարավ։ Իսկ ինչու Քրիստոս չտարավ, մի քանի կարծիք կա, որոնցից ամենատարածվածը հնում սա էր, որ այնքան էին կեղեքել, չարչարել Քրիստոսին, մենք նախորդ անգամ խոսեցինք չարչարանքների մասին, որ ֆիզիկապես հնարավոր չէր, արդեն Տերը շատ էր թուլացել եւ ֆիզիկապես անկարող էր խաչը տանել ու դրա համար օգնություն էր պետք, ու սա էր, որ նաեւ կատարեց Սիմոն Կյուրենացին։ Գնանք առաջ, բայց ի տարբերություն Մարկոսի, այս քայլելու ընթացքում Ղուկաս ավետարանի չմանրամասն է տալիս, որ մյուսները չեն տալիս, որովհետև միջև խաչի ճանապարհը բավական հետաքրքիր խոսակցություն է գնում, որը նաև Ղուկասն է մեզ փոխանցում ու շատ կարևոր է, որ հետևյալն է, ասում է, եւ նրա հետևից գնում էր ժողովրդի մի մեծ բազմություն եւ կանայք, որոնք կոծում էին ու ողբում նրան, Հիսուս դարձավ ու ասաց նրանց. Երուսաղեմի դուստրեր, ինձ վրա լաց մի եղեք, այլ լաց եղեք ձեր եւ ձեր որդիների վրա, որովհետեւ օրեր պիտի գան, երբ մարդիկ պիտի ասեն երանի չբեր կանանց եւ նրանց, որոնք բնավ չծնեցին եւ չդիեցրին։ Այն ժամանակ մարդիկ պիտի սկսեն ասել լեռներին, թե ընկեք մեր վրա եւ բլուրներին, թե ծածկեցեք մեզ, որովհետեւ երբ դալար փայտին այսպես անեն, չորին ինչ կպատահի։ Եվ փաստորեն հստակ է, որ ուրախ ենք Ղուկաս ավետարանչի այս մանրամասները տալիս է, որ Քրիստոս այստեղ էլ միայն խոցված, այսպես թույլ վտիտ մեկը չի, այլ ինքը գիտի ինչ է խոսում, ինքը գիտակցաբար է գնում խաչի ճանապարհով ու ասում է կարիք չունեք ինձ այսպես խղճալու, այլ ինքներդ ձեզ խղճացեք, որովհետև դուք ինքներդ չեք հասկանում, թե ինչ է կատարում եւ ինչ է լինելու ձեր հետ, ինչը շատ կարևոր է, որ մենք այսօր գիտակցենք, որովհետև միշտ ասել եմ ու նորից կասեմ, հաճախ է լինում, այս վերջերս էլ էս միտք եղավ, որ մենք Քրիստոսին չենք ճանաչում ով է, եւ կարծում ենք, թե Քրիստոս մեր օգնության կարիքն ունի, խեղճ Քրիստոսը կամ Քրիստոսին մենակ ենք թողել արտահայտություններ են անում, առանց հասկանալու, թե ինչի մասին են խոսում։ Աստծուն չես կարող մենակ թողնել ու Աստված կարիք չունի քո օգնության, Աստված ամենազոր է, իսկ Քրիստոս ինքը ճշմարիտ Աստված է, ամենասուրբ երրորդության անձանցից մեկը, սա է իրական ուսմունքը, սա է իրական ճշմարտությունը, ու սրանով մենք պիտի գնանք առաջ, ու այս ամբողջ ծանրությունը, որ Քրիստոս տանում էր, իմ ու ձեր համար էր տանում ու ոչ թե իրեն։ Եվ ասում է, եւ նրան տարան Գողգոթա, որ մի տեղ էր, որ թարգմանվում է կառափնատեղի։ Գողգոթա նշանակում է եբրայերեն գանք։ Եվ մի քանի պատճառ կա կամ կարծիք կա, թե ինչու այս վայրը գանգ էր կոչվում։ Առաջի կարծիքը նա է, որ ժայռանման գանգ էր, այսինքն ժայռ էր, որը գանգի նման էր։
Ես ինքս չեմ տեսել, ոմանք վստահ եմ տեսել են, կարող են ասել։ Բացի դրանից երկրորդ ավանդույթը կար, որ քանի որ շատ մարդիկ էին այնտեղ խաչվում, բազում գանգեր կային այդ տարածքում, Գողգոթայի տարածքում, եւ դրա համար էր նաեւ, որ այդ տարածքը կոչվում էր գանգ, բայց հնագույն ավանդությունը, որ հայրերն են պահել, հետեւյալն է, որ այնտեղ էր գտնվում Ադամի գանգը, եւ դրա համար մեր մանրանկարչության մեջ կտեսնեք, որ խաչի տակը գանգ կա, եւ ոչ միայն մեր ընդհանրապես հին եկեղեցիների իկոնոգրաֆիայի մեջ կտեսնեք, որ խորհրդանշում է Ադամի գանգը, եւ այստեղ օրինակ Թեոփիլակտը 11-րդ դարում այս միտքն էր ասում, որ Գողգոթայում խաչվելով Տերը բժշկեց Ադամի եւ մեղքը եւ մահը, եւ այն վայրում, որտեղ մահը սկսվեց, որտեղ Ադամը առաջի մահացողն էր, նույն վայրում էլ մահը ոչնչացվեց։ Քրիստոս իր մահով սպանեց մահվան։ Եվ այս կոնկրետ միտքը իր մահով սպանեց մահվան, մենք ընթերցում ենք առաջի Կորինթացիս 15-ի մեջ։ Եվ սա է, որ ուզում ենք հասկանալ, որ հենց փաստորեն Քրիստոս այդտեղ պիտի խաչվեր համաձայն ավանդության, որպեսզի մահին ոչնչացնի իր իսկ մահով։ Եվ ասում է զմուրսով խառնված գինի տվին նրան, բայց նա չվերցրեց։ Ինչու տվեցին եւ ինչու չվերցրեց։ Նախ ընդհանրապես, եթե նայենք 5 կտակարանին, կտեսնենք, որ օրինակ Առակաց 3:31-ի մեջ այս միտքը կա, որ գինի տվեք վշտացածներին, որ չհիշեն իրենց ցավերը։ Այլ խոսքով գինին զմուրսով տալիս էին իբրև ցավազրկող, որ այդ տառապանքն ու ցավը իրենք չկրեն կամ թեթևանա, ցավազրկող էր, բայց քանի որ Քրիստոս, մենք ընթերցեցինք նախորդ գլխի մեջ ասած ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այլևս որդատունկի վերքից չեմ խմելու, մինչև այն օրը, երբ կխմեմ նոր գինին Աստծո արքայության մեջ, ինքը իր խոսքը պահեց եւ չխմեց դա, որովհետեւ պիտի միայն երկնքի արքայության մեջ գինին խմի։ Ու հա թե ինչու նաեւ այստեղ իր խոսքի պահելը կար, Մարկոս 14:25-ում մենք ընթերցեցինք, եւ Քրիստոս հայրերն ասում են, պիտի բնականաբար այլևս գինի չխմեր, ինչեւ որ արդեն Աստծո արքայության մեջ նոր գինին պիտի խմեր բոլորիս հետ։ Եվ այստեղ մի կարճ նախադասություն է, բայց ուզում եմ այս կարճ նախադասության մեջ մի ամբողջ կյանք տեսնենք եւ նրան խաչը հանեցին։ Մի նախադասությունը շատ թեթև է թվում, բայց խորքի մեջ եթե հասկանանք այն տառապանք, այն տարջանք, այն մեղքը, որ մարդ արարածը իր վրա վերցրեց արդարին, սուրբին խաչը հանելով, շատ ավելի լուրջ նախադասություն է սա, քան որևէ մեկս երբևէ կարող ենք ենթադրել։ Բայց նախ եւ առաջ սա մարգարեության իրականացում էր, եւ ինչպես որ խոսքի սկզբում ասացի, Եսայու մարգարեության բազում մարգարեություններ են իրականում, օրինակ առաջինը հիմա որ պիտի ընթերցեմ 53:5-ի մեջ էր, որ ասում էր, բայց նա խոցվեց մեր մեղքերի համար եւ մեր անօրենությունների համար դատապարտվեց, մեր խաղաղության համար նա պատիժ կրեց եւ նրա վերքերով մենք բժշկվեցինք։ Այս խոցվելը, ես այս համարը նախորդ անգամ էլ վերեցի, հենց ինքներս մեր համար էր եւ այս մարգարեությունն էր, որ պիտի կատարվեր։ Երկրորդ բանը, որ պիտի լիներ, ինքը պիտի անեծք դառնար մեր համար։ Ու որովհետեւ երկրորդում նորինած 21-23-ի մեջ Աստվածաշունչ Մատյանն ասում է Աստծուց անիծված է նա, ով կախված է ծառից։ Եվ ահա այս միտքն էր, որ Գաղատացիս 3:13-ում Սուրբ Պողոս առաքյալը մեջ էր բերում ու ասում էր Քրիստոս մեզ վերստին գնեց օրենքի անեծքից, անեծք դառնալով մեզ համար, որովհետև գրված է, թե անիծյալ է այն մարդը, որ կախված է փայտից։ Այսինքն Սուրբ Պողոս առաքյալը Գաղատացիս 3-ի մեջ էր բերում երկրորդում նորինացի 21-րդ գլխի այս հատվածը, ու ասում էր ինքը գնեց մեզ օրենքի անեծքից, անեծք դառնալով մեզ համար, այսինքն այդ ամբողջ անեծքը մարդկության Քրիստոս իր վրա վերցրեց, ահա թե ինչու նաև պետք է որ խաչափայտի, այսինքն ծառին կախված լիներ ու մնար, որը որ ինքնին արդեն այդ մարգարեության իրականացումն էր։ Եվ ասում եմ, եւ նրա հագուստները բաժանեցին դրանց վրա վիճակ գցելով, թե ով ինչ պիտի վերցնի։ Մեկ նախադասություն է կարծես, բայց Հովանու ավետարանը շատ ավելի մանրակրկիտ է տալիս այս միտքը, դրա համար ուզում եմ լրացնել Հովանու ավետարանը, որ ասում է, երբ զինվորները Հիսուսին խաչը հանեցին, վերցրին նրա զգեստները եւ 4 մաս արեցին, յուրաքանչյուր զինվորի 1 մաս։
Իսկ քանի որ պատմուճանը առանց կարի էր, վերևից ներքև ամբողջովին հյուսված շուրջանակի, ուստի միմյանց ասացին. այդ չպատրենք, այլ դրա վրա վիճակ գցենք, ում որ ելնի։ Որպեսզի կատարվի գրվածքը, որ ասում է. իմ զգեստները բաժանեցին իրար մեջ եւ իմ պատմուճանի վրա վիճակ գցեցին։ Եթե կհիշեք, ես նախորդ անգամ, երբ որ դատաստանի ժամանակ քահանայապետը իր զգեստները պատռեց ու ասացի, որ սա քահանան իրավունք չուներ անելու համաձայն Սուրբ Գրքի, այս նույնը չկատարվեց Քրիստոսի դեպքում, Քրիստոսի պատմուճանը չպատրվեց եւ սրբերը սրա մեջ տեսնում են եկեղեցու խորհուրդը, որ ինչքան էլ փորձեցին եկեղեցին անջատել, պատռել, Քրիստոսի իրական եկեղեցին մնաց կայուն եւ դրա փաստը հին եկեղեցիների ամրությունն է, որոնք մենք կոչում ենք հին Oriental Orthodox եկեղեցին, այսինքն արևելյան ուղղափառ եկեղեցիների նկատի ունենք մեզ եւ մեր հետ 4 կամ 5 քույր եկեղեցիներ, որոնք մեր հետ եւ ոչ մշակութային, ոչ լեզվական որևիցե առնչություն չունեն, ոչ էլ աշխարհագրական, բայց պահել են նույն հավատը։ Այսօր էլ իրականում ես սա շատ հստակ բոլորս ենք տեսնում, եկեղեցին փորձում են պառակտել դրսից ու ներսից, բայց միևնույն է, եկեղեցին չպիտի պառակտվի, որովհետև Քրիստոսի պատմուճանը երբեք թույլ չտրվեց, որ պառակտվի։ Կլինեն անձինք, ովքեր որ կհեռանան, բայց եկեղեցին կմնա կայուն ու անսասան, ու սա ամենակարևոր պատգամն է, որ մեր Տերն ու Փրկիչը փորձեց փոխանցել բոլորիս։ Գալով առաջ հետևյալն է ասում. առավոտյան ժամը 9 էր, երբ նրան խաղաղության մասին գրություն է։ Ինչու եմ նշել առավոտյան ժամը 9 էր, որովհետև սա սխալ թարգմանություն է ու շատ ցավում եմ սրա համար ու շատ եմ խոսել, նրանք ովքեր որ բավական մեր սերտողություններն ու դասերին եկել են, գիտեն թե ես ինչքան կարևորություն եմ տալիս ճիշտ թարգմանությանը, իսկ սա կամայական թարգմանություն է, որովհետև գրաբարը ու ընդհանրապես հունարեն բնագիրը ասում է «Էր ժամ երրորդ եւ հանին զնա ի խաչ», ոչ թե առավոտյան ժամը 9 էր, այլ երրորդ ժամն էր։ Այո, բացատրությունը դա է, որ երրորդ ժամը այսօր համընկնում է ժամը առավոտյան 9-ի հետ, բայց դա կարող ենք գրել միայն տողատակում իբրև բացատրություն։ Ոչ թե տեքստը փոխենք, որովհետև հիմա պիտի տեսնենք, որ երրորդ, 6-րդ եւ 9-րդ ժամերը եղել են մեր ազգի ու մեր եկեղեցի։ Երրորդ ժամին հանեցին նրան խաչը, տիրոջը, եւ այդ երրորդ ժամը համընկնում է առավոտյան ժամը 9-ի հետ։ Եվ գրությունն էլ շատ կարեւոր է։ Մարկոսն ասում է գրեցին հրեաների թագավոր։ Մատթեոսը անունն է տալիս, ասում է սա է Հիսուսը, հրեաների թագավորը, իսկ Հովհաննեսը նաև ասում է Հիսուս Նազովրեցի, հրեաների ներողություն թագավոր։ Շատ կարևոր էր անունը նշել ու նաև կարևոր է նշել թե ով է Հիսուս, որ Հիսուսը Նազովրեցին էր, որը նաև հրեաների թագավորն էր, ոչ թե Նազարեթցի, այլ Նազովրեցի։ Որտեվ սա տարբեր է, ես մի քանի անգամ այս մասին խոսել եմ, ոչ թե կոնկրետ Նազարեթի մասին էր խոսքը, այլ Նազովրեցի, որ նշանակում էր ուխտավոր, ուխտի մանուկ։ Ուրեմն Հիսուս ուխտի մանուկն է եւ հրեաների թագավորն է։ Այստեղ էլ նաև մանրամասներ կան, որը որ Հովանու ավետարանում է պահպանված, եւ ուզում եմ շեշտել սա, Հովհաննես 19:21-ի մեջ այս միտքը կա, ասում է այդ տախտակը հրեաներից շատերը կարդացին, որովհետեւ այնտեղ որ Հիսուս խաչվեց, քաղաքին մոտ էր եւ գրված էր եբրայերեն, լատիներեն եւ հունարեն։ Եվ հրեաների քահանայապետները Պիղատոսին ասացին. «Մի գրիր հրեաների թագավոր, այլ ինչ նա ասաց, թագավոր եմ հրեաների»։ Պիղատոսը պատասխանեց. «Ինչ գրեցի, գրեցի»։ Եվ սա էլ փաստորեն մարգարեության իրականացում էր, որ ինչքան էլ չէին ուզում, որ Քրիստոսի անունը դրվի իբրև հրեաների թագավոր, միևնույն է գրվեց հրեաների թագավոր եւ հայրերը պիտի ասեն ոչ թե ինքը հետո դարձավ հրեաների թագավոր, այլ փառքի թագավոր, ամբողջ տիեզերքի թագավորն է ինքը, ու դրա համար առաջի Կորինթացիս 2-ի մեջ Սուրբ Պողոս առաքյալը շատ զորեղ միտք է ասում, որ հետագայում նաև մեր հայրերը օգտագործեցին քրիստոսաբանական խնդիրների համար, որ ասում էր առաքյալը, եւ այս աշխարհի իշխաններից ոչ մեկը չճանաչեց այն, որովհետև եթե ճանաչած լիներ, արդարև փառքի տիրոջը չէր խաչի։
Ուրեմն Քրիստոս ոչ միայն հրեաների տեժն է, այլ փառքի տեժն է, ամբողջ փառքի տեժն է, եւ սա է մեր ու իրենց տարբերությունը։ Ճիշտ է, իրենք սա գրեցին ծաղրելու համար Քրիստոսին, այս տախտակը դրեցին խաչափայտի վրա, բայց սա խորքի մեջ ոչ թե ծաղրանք էր, այլ սա իրականության բացահայտումն էր, որը հետագայում շատ ավելի խոր իմաստ ստացավ, երբ որ մենք ավելի լավ ճանաչեցինք Քրիստոսին ու հասկացանք, թե ինչ էր, որ կատարվում էր Քրիստոսի խաչելությամբ։ Կյանքում էլ այդպես, երբեմն մարդիկ փորձում են մեզ վնասել, ծաղրել, առանց հասկանալու, որ հետագայում այդ իրենց կատարածը մեծ օրհնություն է դառնում կոնկրետ այն մարդկանց համար, որոնք որ կարծես թե պիտի տուժեին դրանից։ Եվ այստեղ քանի որ այս մասին խոսեցի, հաճախ այս վերջերս էլ շատ հաճախ է լինում, որ տարբեր ուղղությունների աղանդավորներ մեղադրում են մեզ հազար ու մի հարցերի մեջ, սրանցից մեկն էլ, որ շատ հաճախ է ինձ տրվել, խաչի ձևն է, օրինակ Եհովայի վկաների նման ուղղությունը պիտի ասի, որ խաչը մերժում ենք, որովհետև խաչի ձևն էլ անգամ սխալ, որովհետև խաչը ոչ թե այսպես էր, մեր իմացած խաչը, այլ ցից էր։ Եվ Քրիստոսին ցիցի վրա գամեցին։ Եվ եթե դա այդպես է, իբրև ուղղափառ առաքելական եկեղեցու հետևորդ, ինչպես կարող ենք օգտվելով տեքստից եւ պատմությունից, օրինակ մի փոքրիկ սա օրինակ է, փաստել, որ իրենք սխալ են խոսում։ Նախ առաջինը այն միտքը, որ գլխի վերևը տախտակը դրեցին Մատթեոսը ասում է 27-րդ գլխում։ Եթե ձեռքերը վերև փակված լինեին, գլխի վերևը չես կարող դնել, որովհետև գլխի վերևը ձեռքերն են։ Դա պարզ լոգիկա է։ Երկրորդը ունենք նաև պատմական փաստ, իսկ պատմական փաստը Աստված իր ճշմարտությունը հետաքրքիր ձևով է անում, ոմանք գիտեն սրա մասին խոսել են, ոմանք չգիտեն։ Այս Հերկուլայումի խաչի մասին քանիսս ենք տեղյակ գիտենք։ Ոչ մեկ չի հիշում։ Ուրեմն 60 թվականին, երբ որ հրաբուխ եղավ, Պոմպեյի գիտեք հրաբուխ եղավ ու ամբողջ քաղաքներ ու գյուղեր լավան լցրեց ու զմռսեց, փակեց։ Ուրեմն այդ նույն տարածքում, որ հստակ գիտենք, որ 60 թվականին է սա կատարվել, Հերկուլանեում անունով մի փոքրիկ գյուղ կար։ Եվ 1930-ականներին, երբ որ սկսում են բացել այդ լավան հանել, որ զմռսել է քարը ամբողջ, գտնում են մի փոքրիկ տնակ, որը ամբողջությամբ պահված է։ Եվ այս տնակի մեջ սա, որը խորանա եւ խորանի առջև խաչն է։ Նույն ինչ որ այսօր 2000 տարի հետո մեր եկեղեցիներն են անում, նույնիսկ տեսեք խորանի ձևը, սեղանի, սուրբ սեղանի ձևը եւ նաեւ դիմացը խաչ նկար չի, այլ խաչ է։ Երկու իմաստով սա պատմական փաստ է անհերքելի, որովհետեւ պատմությունը զմռսել է, կարծես թե կնքել է մեր համար, որ 60 թվականին արդեն Իտալիայի այս տարածքներում քրիստոնյաներ կային, որոնք տներում էին հավաքվում եւ Քրիստոսին պատարակ էին մատուցում։ Եվ հետաքրքրորեն այն ինչ որ 60 թվին կար, նույնը կար եւ խաչի ձևն էլ ոչ թե մյուսների ասած ցիցն է, այլ մեր հասկացած խաչն է, որը մենք պետքա ունենանք։ Իսկ ինչպես էին իրանք բացատրում, ասելով որ Ստավրոս բառը, որ հունարեն փայտ է նշանակում, եւ խաչ պարտադիր չի որ այսպես լինի, կարող ուղղակի փայտ լինի եւ լեզվական խաղ են տալ։ Ընդհանրապես Սորվա աղանդավորները միշտ լեզվա մշակութայինի վրա են փորձում աշխատել, բայց շատ կարևոր է, որ մենք տրամաբանությունն օգտագործենք, պատմական փաստերն օգտագործենք եւ ինչու՞ չէ նաեւ հայրերի ուսմունքը, որովհետեւ համընդհանուր ավանդույթը միջև 1800 տարի, միջև այս վերջի 1-200 տարին երբեք խաչի ձևը որևէ մի ուղղության կողմից կասկածի չի դրվել, ուրեմն սա է շատ կարևոր է վկայությունները, որ մենք ունենք ամբողջ աշխարհում բոլոր հայրաբանական գրականության կամ ընդհանրապես միջև 1800-ականների վերջը, որ նոր մի քանիսը սկսեցին կասկածի տակ դնել, ինչու, որովհետև Սուրբ Պողոս առաքյալի խոսքը կատարվեց, որ այս մարդիկ խաչի թշնամիներն են։ Եվ այս դեպքում խաչին գալով, փաստորեն խաչի տեսքը 3 առումներով հստակ է, որ տրամաբանորեն հնարավոր չէր ձեռքերի վրա փակցնել, ասում է գլխի վերևը դրվեց, պատմական փաստն ունենք եւ նաեւ համընդհանուր ավանդությունը կա, խաչի տեսքը, բայց լինում էր տարբեր, ոչ թե ձևը, այլ մեծ ու փոքրը։
Նրանք, որոնք որ ավելի կարևոր մարդիկ են, ավելի մեծ խաչի վրա են կանգվում, նրանք որ ավելի փոքր էին, ավելի փոքր, եւ դրա համար ավանդաբար կտեսնեք, որ Քրիստոսի խաչը, որ մեջտեղն է, հիմա դրան ենք հասնելու, ավելի բարձր է, քան երկու կողքի ավազակների խաչերը, իսկ ինչու էին դա անում, որպեսզի ավելի լավ երևար այդ մարդը, որին իրենք հռոմեացիները պատժել էին։ Ահա թե ինչու ճանապարհի եզրին գրեցին մեծ տախտակ դրեցին 3 լեզուներով գրված, որ ցույց տան, որ այս ձեր հрьяաների թագավորը հիմա այս խղճալի վիճակում է, որին որ մենք խաչել ենք։ Ուրեմն Քրիստոսի խաչը բարձր է, եւ սա նաեւ ինչից ենք իմանում, վերջում ընթերցեցի, որովհետեւ մարդու ձեռքին հասանելի չէր, ասում է Եղեգով, ինչ արեց, թեր այդ բանը դրեց քացախը եւ բարձրացրեց բերանի մոտ, որ ինքը կարողանա օգտվել, այսինքն բավական բարձր խաչ էին արել Քրիստոսի համար, իտես բոլորի։ Եվ ասում է, եւ նրա հետ խաչեցին երկու ավազակներ, մեկը նրա առջում եւ մյուսը ձախում։ Օգոստինոս երանելին, որ մեծ մտածող է արևմտյան աշխարհի, ասում է այս պատկերը, մի բան ասում է, եթե պատկերացնենք Քրիստոս մեջտեղը ձախում ու աչում երկու ավազակ, իրական ահեղ դատաստանի պատկերն է։ Որովհետև Քրիստոս Մատթեոս 25-ում էլ ենք մենք սա ընթերցում, ասեց պիտի գամ ու իմ ձախին ու իմ աջիններին պիտի դատեմ։ Աջինները գառներն էին, ձախինները այծերն էին։ Եվ այս նույնը ասում է Քրիստոս արդեն իսկ իր խաչի վրա ցույց տվեց եւ ասում է նույնիսկ խորքի մեջ իր դատաստանը կոնկրետ էս երկուսին ինքը խաչի վրա էր անում։ Եվ սա ցույց է տալիս այն վիճակը, որ ինքն է իրապես դատավորը, ու մենք չլինենք դատավոր, ասելով, որ ես արդեն փրկված եմ կամ փրկված չեմ, Քրիստոսն է ահեղ դատավորը եւ ինքն է, որ մեզ դատելով է ըստ իր արդարության եւ մենք աղոթում ենք, որ ոչ միայն արդարությամբ, այլ նաեւ իր ողորմությամբ։ Եվ դրա համար ուզում եմ մի բան հիշեցնել, որ Մարկոս 10-ում կհիշեք, որ երկու եղբայրները մոտեցան Հիսուսին ու ասեցին. Տեր, մեզ մի բան արա, խնդրում ենք, մի մերժիր մեզ, ուզում ենք քո աջ ու ձախ կողմում մենք լինել։ Եվ Քրիստոս ասեց, չեք հասկանում, թե ինչ եք խնդրում։ Եվ սա փաստորեն սա էր, ինչի մասին նաև Տերը ասում էր, իմ աջ ու ձախ կողմերում լինելու են երկու ավազակներ, ովքեր իմ հետ խաչվելու են։ Դուք հիմա չեք հասկանում, թե ինչ եք խնդրում։ Եվ երբեմն մենք էլ ենք, գիտեք, այդպես չենք անդրադառնում, թե ինչ ենք ուզում Աստծուց, միջև որ Աստված ինքը հետագայում կյանքի ընթացքում մեզ բացահայտում այն ու հասկանում ենք, թե մեր ուզածը ինչքան անտրամաբանական էր ու երբեմն նաև ինչքան ծիծաղելի էր այն, ինչ որ մենք հիմա տեսանք, որ կատարվեց իրենց խնդրանքի հետ։ Եվ ասում եմ, եւ կատարվեց գրվածը, թե անօրենների հետ պիտի դասվի կամ անօրենների հետ դասվեց։ Սա նորից Եսայու մարգարեության մեջբերում էր Եսայի 53-ից, որը հետևյալն էր. եւ անձը մահվան մատնվեց եւ նա անօրեններին հավասար դասվեց։ Իսկ ինչ էր խաչելությունը, եթե կհիշեք նախորդ անգամ, երբ որ մենք խոսեցինք Քրիստոսին մտրակելու այս վիճակի մասին, ասացինք, որ սա ոչ միայն ցավոտ էր, որտեղ ծայրերին մետաղ էին դնում կամ ոսկոր եւ պոկում էր միսը եւ ահավոր ցավի ու արոնակամության վիճակի էր հասցնում, այլ նաեւ անպատվաբեր էր, սա է շատ կարեւոր է, անպատվաբեր։ Խաչելությունը ամենաանպատվաբեր պատիժն էր, ամենաանարգանքով լեցուն պատիժն էր, որ հռոմեացիներն էին հայտնաբերել երկու իմաստով, իբրև ցավի առումով ամենամեծ տանջանքն էր պատճառում եւ նաեւ պատվի առումով ամենաանպատվաբերն էր։ Եվ ահա թե ինչու իրենք խստիվ արգելել էին, որ հանկարծ Հռոմի քաղաքացին չխաչվի, ինչքան էլ մեծ ավազակ լինի, անգամ եթե կայսրի դեմ էլ դուրս գա, բայց եթե Հռոմի քաղաքացի է, հանկարծ չխաչեք, որովհետեւ անընդունելի է, որ Հռոմի քաղաքացուն խաչը բարձրացնեն։ Իսկ Քրիստոսին ամենափաստորեն անպատվաբեր ու ամենացավալի պատիժը տվեցին մի բան, որ բնականաբար նույնիսկ եթե հաշվի առնենք մարդկային առումով, ինքը ընդհանրապես արժանի չէ, որովհետև որևէ լուրջ խնդիր էլ չկար, նույնիսկ դատավարության ժամանակ, որ մնաց նաև իրականում, որ ընդհանրապես միակ անմեղ անձն է, որ երբևէ եղել է։ Բայց ինչու էին հռոմեացիները սա անում, որպեսզի դիմացինները, նույն հրեաները կամ մյուս իրենց ենթակա ազգերը վախենային պատիժից, որտեղ այդ ցավը, այդ տառապանքը, որ մարդը կրում էր ու անպատվաբերությունը, ինքը խիստ ազդում էր մարդկանց վրա։
Մյուս ազգերին իրենք լրիվ մերկ էին թողնում, բայց հրեաները պահանջել էին, որ սա մեր կրոնին դեմ է, գոնե այդ մերկությունը փակենք եւ կոնկրետ Քրիստոսի կամ հրեաների պարագային մերկությունը մի մաս փակում էին, իսկ ընդհանրապես մյուսներին լրիվ մերկ եւ խաչի վրա էին գամում, որ ցույց տան այդ եւ խայտառակությունը եւ նաեւ տանջանքը։ Սրա հետ մեկտեղ մեզ համար հետաքրքիր է երեք նկատեցի հայրս Դավիթ անհախտի խաչի ներբողներ ընթերցում, որ խորհուրդ կտամ կարդակ, հետո ես այսօր տեսա, որ YouTube-ում էլ կա Դավիթ անհախտ, Սուրբ Դավիթ անհախտ, մեր մեծ Սուրբ փիլիսոփան իմ հասկանալով, իմ կարծիքով մեծագույն խաչի նվիրված ներբողնա, որ երբևէ որևէ մեկը ասել է, խորհուրդ կտամ ընթերցեք կամ լսեք։ Եվ այստեղ երկու պատառիկ բերեցի, մեկը որ շատ կարևոր է, որ ինքը խաչը կոչեց Աստվածախաչ, սա պարզ խաչ չի, սա Աստվածախաչ է, ահա թե ինչու մեր բոլոր եկեղեցիներում ու մեր ամբողջ հողը սրբված է խաչքարերով ու խաչերով, և հետաքրքրորեն մի քանի անգամ ասել եմ, երևի մենք չենք անդրադառնում, որ ամբողջ հայոց պատմության մեջ չկա մի եկեղեցի, չի եղել մի եկեղեցի, որ այսքան շատ խաչքարեր ու խաչեր ունենա իր պատերին, ինչպիսին Սրբոց Ղևոնդյանց մայր տաճարն է, որ հենց մեր վերևն է, սա հայոց պատմության մեջ այն բացառիկ կառույցն է, որ այսքան խաչ ու խաչքար ունենա, 500-ից ավել խաչ ու խաչքար ունենք եկեղեցու պատերին զետեղած։ Իսկ մի միտք է ուզում նաև Սուրբ Դավիթ անհախտից բերել, որ ասում էր գանվածի զորությունը նաև այսօր է խաչին միացած, քանի որ ով հաճեց խաչի վրա բնակվել, նրանից չբաժանվեց, այլ բնակվեց, բնակվում է և պիտի բնակվի։ Ինչու ենք մենք խաչը այսքան կարևորում, որովհետև, ինչպես որ ասել են մեր հայրերը, հենց այդ պահի համար չէր մենակ խաչը, Քրիստոսի զորությունը այս պահին էլ իսկ այդ խաչի խորհրդի վրա է, ու ահա թե ինչու վկայությունները բազում են, որ չարը սարսափում է խաչից, խաչի տեսքից, որովհետև սա իր պարտության մեծագույն նշանն է։ Ահա թե ինչու նաև խաչը կոչում ենք Սուրբ Նշան։ Իսկ նշան նաև մեկ այլ իմաստով ինչ է կոչվում, ինչին ենք նշան կոչվում, հրաշքին։ Ուրեմն սա մեծագույն հրաշքն էր, որովհետև ամենաանպատվաբեր մահացու գործիքը դարձավ ամենապատվաբեր ու կյանք տվող գործիքը, ու սա միայն Աստված կարող էր անել, ուրիշ ոչ ոք, որ ամենաանպատվաբերն ու սպանողը դառնար ամենապատվաբեր ու կյանք տվող գործիք ու միջոց, որը որ ինքնին ամենահաղթ Աստվածախաչն է, ինչի մասին խոսում էր նաև մեր սրբերն են խոսում։ Շարունակելով միտքը գնանք առաջ, եւ ասում է, եւ ովքեր անցնում էին, հայոյում էին նրան, շարժում իրենց գլուխները եւ ասում, վահ, որ քանդում է իր տաճարը եւ 3 օրում շինում, ազատիր ինքդ քեզ եւ իջիր այդ խաչից։ Սա էլ մարգարեության մեջ բերում էր Սաղմոս 108, բողոքականյան 109, որ ասում է, ես նրանց նախատինքը դարձա, տեսան ինձ ու շարժեցին գլուխներն իրենց։ Սա փաստորեն մի բան էր, որը որ անում են, եւ ոչ միայն գլուխներ շարժել էր, այլ ասում է հայհոյում էին։ Հայհոյել հունարենով blasphemeo է կոչվում, անգլերենով blasphemy։ Սա պարզ հայոյանք չի, սա ծայրահեղ վիրավորանք հայոյանք է, եւ հետաքրքիր է, աստվածաբաններն ասում են, Քրիստոսին ինչի խաչեցին, դատարանի ժամանակ ինչ ասեցին, դու հայհոյում ես Աստծուն, եւ դրա համար դու մահապարտ ես, բայց խորքի մեջ ասում եմ, իրենք էին հայհոյում մարդացած Աստծուն, մեր Տիրոջն ու Փրկչին Հիսուս Քրիստոսին, եւ նորից փաստորեն կյանքի զավեշտն ինչ է, երբեմն քեզ մեղադրում են մի բանի մեջ, որ դիմացիններն իրենք են անում ու չեն տեսնում, որ իրենք շատ ավելի վատն են անում, քան ինքը դու կարող ես անել։ Իսկ ինչ որ Տերը ասաց, ինքս չէր ստում ու դրա համար իրենք սխալ հասկացան, որտեղ երբ որ ասում էր քանդեցեք այդ տաճարը եւ 3 օրվա ընթացքում կկառուցեմ, ինքը խոսում էր իր մարմնի տաճարի մասին եւ հենց հիմա սա կատարվում է։ Իր մարմնի տաճարը փորձելու են հենց հիմա քանդել, արդեն խաչի վրա են բարձրացրել, բայց այս մարմնի տաճարը 3 օրում հարություն առնելու ու վերականգնվելու է։ Իսկ եբրայական կամ հրեական տաճարը շուտով մի քանի տասնամյակ հետո հիմնահատակ քանդվելու է, մինչև 2026 թիվ այսօրը դեռ չի վերականգնվելու։ Ահա թե ինչի մասին էր մեր Տերն ու Փրկիչը Հիսուս Քրիստոս ասում։ Եվ
ոչ միայն մարդիկ էին այս մասին խոսում, այլ նույն քահանայապետները իրենք իրենց մեջ օրենսգետների հետ միասին ասում է ծաղր էին անում ու ասում ուրիշներին ազատեց, ինքն իրեն չի կարողանում ազատել։ Նախ ուզում եմ ազատել բառի մասին խոսել, ազատել հունարեն նաև սոձո։ Սոձո նշանակում է ոչ միայն ազատել, այլ փրկել։ Քանի որ Քրիստոս ինքը փրկիչն է, այս միտքը ուզում եմ այս իմաստով նաև հասկանանք, որ Քրիստոս շատերին փրկեց, բայց ինքն իրեն չի կարողանում փրկել։ Սա մարդկային ընկալում է, բայց եթե խորքային ընկալումը հասկանանք, լրիվ հակառակն է։ Եթե Քրիստոս ինքն իրեն փրկեր, ամբողջ մարդկությանը հնարավորություն չէր տալու փրկության։ Ուրեմն սա է, որ երբեմն մենք մեր կաղապարված կարճ մտքով բաներ ենք ասում առանց հասկանալու աստվածային ու մեծի իմաստը։ Այո, Քրիստոսը ինքն իրեն չփրկեց, որպեսզի ինձ ու ձեզ, մեզ բոլորիս փրկի մահվան ճիրաններից ու չարի ճիրաններից։ Ահա թե ինչն էր կարևոր։ Եվ այստեղ երրորդ միտքն եմ ուզում բերել, որ փաստորեն եւ քահանայապետները եւ օրենսգետները, նրանք ովքեր Քրիստոսին խաչն էին հանում, իրենք շատ լավ գիտեին, որ Քրիստոս շատերին փրկեց, շատերին ազատեց, շատերին բժշկեց, բայց իրենք իրենց խուլ, կույր ու համր ձևացրին, չուզեցին տեսնել Քրիստոսի կատարած մեծ օրհնությունները, որպեսզի իրենց նպատակին հասնեն, բայց հիմա փաստորեն խաչի տակ արդեն կանգնած շատ լավ վկայում են ճշմարտությունը, թե շատերին ազատեց կամ ուրիշներին ազատեց կամ փրկեց, ինքն իրեն չի կարողանում ազատել եւ շարունակում են։ Այդ Քրիստոս Իսրայելի այդ թագավորը թող այժմ իջնի խաչից, որպեսզի տեսնենք եւ հավատանք դրան։ Նորից հրաշք եմ փնտրում, բայց սրա մեջ Մատթեոսը մի քիչ ավելի մանրամասն ասում։ Նախ Մատթեոսին ընթերցեմ, հետո այս մտքին անդրադառնամ։ Մատթեոսը հավելում ասելով, եթե Իսրայելի թագավորն է, հիմա թող այդ խաչից իջնի եւ դրան կհավատանք։ Եթե դա հույսը դրել էր Աստծու վրա, թող նա այժմ դրան փրկի, եթե ուզում է դրան, քանի որ ասաց, թե Աստծու որդի եմ։ Այսինքն ամբողջ միտքը նորից գալիս է ոչ թե Իսրայելի թագավոր գաղափարի վրա, այլ Աստծո որդի գաղափարի վրա եւ ասում եմ մենք պատրաստ ենք, թող հրաշք հիմա այս պահին հրաշք ցույց տա եւ մենք կհավատանք իրեն։ Նախ Քրիստոս բազում հրաշքներ ցույց տվեց, հետո բոլորին ասեց, որ չար ու շնացող ազգը հրաշք է փնտրում, բայց իրեն հրաշք կամ նշան չի տրվելու, բացի Հովնան Մարգարեի հրաշքից կամ նշանից, եւ նաեւ այստեղ ավելի խորն եմ ուզում տանել։ Կհիշեք առաջինը Քրիստոսից ով հրաշք փնտրեց կամ պահանջեց կամ ուզեց։ Ով էր առաջինը, որ Հիսուսից հրաշք ուզեց։ Սատանան։ Երբ որ ասեց, եթե դու Աստծո որդին ես, հիմա այս քարը հաց դարձրու։ Այսինքն Սատանայի գործն է սա, հրաշք ցույց տուր, որ ես հավատամ։ Ու այս նույնը իր ավետարանի սկզբում առաջինը չարն էր, որ հրաշք փնտրեց, եւ վերջում էլ նորից հիմա հրյաների ավականին նորից Քրիստոսից հրաշք են փնտրում, որ հիմա խաչից իջի, որ հավատանք։ Բայց Քրիստոս մեզ բոլորիս օրինակ տվեց, որ հայք ու մնացած բոլորս խնդրում եմ հրաշքի վրա ձեր կյանքը մի հիմնեք։ Մենք շատ ենք այս վերջերս հրաշքի վրա մեր կյանքը հիմնում։ Այս ինչ տեղը հրաշք կատարվեց, այս ինչ տեղը ձեթ եղավ, այս ինչ տեղը սենց եղավ։ Գնում ենք հրաշքների, քրիստոնեությունը հրաշքի վրա հիմնված չի։ Քրիստոնեությունը ճշմարտության եւ սիրո վրա է հիմնված։ Ահա թե ինչ էր, որ մեր ուղղություն ուզում են շեղեն, որ գնա դեպի հրաշքը, ու Քրիստոս մեզ նորից բերում է դեպի իր ավետարանը, դեպի իր ուսմունքը, դեպի իր սերը։ Ու սա է, որ մենք պիտի հասկանանք որտեղ ենք գնում, որ ուղղությամբ ենք գնում։ Չնայած որ անշուշտ հաճելի է ականջիդ, ինչու՞ չէ, բոլորս ենք հրաշք փնտրում։ Բոլորս այս պահին մի ինչ որ հրաշք ենք փնտրում, բայց ականջին հաճելին չի, այլ ճշմարտությունն ու իրականությունը, որը Քրիստոսի ավետարանի մեջ է, եւ Քրիստոսի ավետարանին հետևելով է, որ կյանքի մեծագույն հրաշքներն են կատարվում, որը որ ինքը Քրիստոս պիտի ցույց տա շուտով հարություն առնելով մի բան, որ շատ ավելին է, քան որևէ մեկը կարող էր երբևէ երազել։ Եվ այս կոնտեքստի մեջ, քանի որ այս խոսակցությունն է, ուզեցի նաև մեջ բերել իմաստություն Սողոմոնի գիրքը։ Այս գիրքը կարդացել ենք։ Այո, իմաստություն Սողոմոնի, ով է կարդացել։ Տիկին Սոնան, մի քանիսս, ինչու քչերս, որովհետև
բողոքական աստվածաշունչները դուրս են նետել այս գիրքը, ինչպես որ մնաց իր հետ 8 այլ գիրք, 9 գիրք կանոնից դուրս են հանել, եւ ուզում եմ շատերս, քանի որ տեղյակ չենք, իմաստություն Սողոմոնի 2-րդ գլուխը կարդալ ու տեսնել, թե ինչքանով է սա առնչվում հիմա Քրիստոսի հետ, որը նաև մարգարեության իրականացում է։ Ասում է դարանակալ լինենք արդարին, որովհետև դժկամ են մեր հանդեպ եւ հակառակ մեր գործերին նախատինք է տալիս մեզ օրենքների դեմ մեղանչելու համար եւ պարսավում է մեզ մեր երիտասարդական մեղքերի համար, նա խոստովանում է, թե աստվածագիտություն ունի եւ իր անձը Տիրոջ որդին է անվանում։ Հիմա վերջի մասն ավելի կարևոր։ Տեսնենք արդյոք ճշմարիտ են նրա խոսքերը եւ փորձենք իմանալ, թե ինչ է լինելու նրա վախճանը։ Եթե արդարև Աստծո որդի է, ապա թող Աստված պաշտպանի եւ ազատի նրան հակառակորդների ձեռքից։ Թշնամանքով եւ ծեծով խոշտանգենք նրան, որպիսի տեսնենք նրա հեզության չափը եւ խելամուտ լինենք նրա համբերատարությանը։ Խայտառակ մահվան դատապարտենք նրան, արդյոք Աստված օգնական կլինի նրան։ Այս ինչ որ հիմա իմաստություն Սողոմոնի մանավանդ 17-ից 20 համարներ ընթերցեցի, հենց այն էր ինչ որ նաև կատարվում էր։ Իսկ իմաստություն Սողոմոնի գիրքը 200 տարի եւ ավել Քրիստոսից իր ծնված ժամանակից առաջ է գրված եղել։ Ահա թե նաև ինչու սա էլ մարգարեություն էր մի բան, որը որ կատարվում էր այս պահին։ Գալով առաջ Մարկոսի ավետարանին վերադառնալով տեքստը հետեւյալն է. Եվ նրա հետ խաչվածներն էլ նախատում էին նրան։ Հետաքրքիր մի բան կա։ Մարկոսը ասում է, որ երկուսն էլ նախատում էին Հիսուսին։ Բայց մենք շատ լավ գիտենք, որ մեկը բարի ավազակ էր, մեկը չար ավազակ էր։ Բա ինչպես եղավ, որ երկուսն էլ նախատում էին ու հետո մեկը դարձի եկավ։ Հայրերը շատ հստակ են, սկզբից երկուսն էլ նախատում էին։ Բայց հետո Ղուկաս ավետարանիչը մանրամասնում է, որ մեկը դարձի է գալիս։ Եվ այնպես չի, որ փաստորեն միանգամից դարձի եկավ, այլ ժամանակ էր պետք, որ ինքը գիտակցի եւ դարձի գա։ Ղուկասի մեջբերումը հետեւյալն է 23-րդ գլխի մեջ, ասում է. իսկ կախված չարագործներից մեկը հայում էր նրան եւ ասում. դու չես Քրիստոսը, փրկիր ինքդ քեզ եւ մեզ։ Դրա ընկերը նրան սաստելով պատասխան տվեց եւ ասաց. Աստծուց չես վախենում, դու որ նույն պատիժն ես կրում, եւ մենք իրավացիորեն արժանի հատուցումն ենք ստանում այն գործերի համար, որ կատարեցինք, իսկ սա որևէ վատ բան չի արել։ Եվ ասաց Հիսուսին. հիշիր ինձ Տեր, երբ գաս քո արքայությամբ։ Եվ Հիսուս նրան ասաց. ճշմարիտ եմ ասում քեզ, այսօր ինձ հետ դրախտում կլինես։ Ահա սա էր, որ Ղուկասի ավետարանում կա, այս մանրամասնությունը, որ մյուս ավետարանները չունեն, որ ունենք երկու ավազակներ, մեկը դարձի եկած խաչի վրա, իսկ մեկը միջև վերջ մնացած չարացած ու չարացած մնալով, բայց ուզում եմ այստեղ այս վերլուծում կատարել մի փոքր, որ իմ կյանքում եմ տեսել, չգիտեմ մեզանից յուրաքանչյուր իր կյանքում տեսնում է թե չէ, չարչարանքն ու տառապանքը, մանավանդ երբ որ իրապես տառապանքի է վերածվում, մարդուն երկու տեղ կարա տանի, մեկը զղջումի ապաշխարության, մեկը ավելի չարանալու եւ ավելի քար դառնալու, եւ սա երկուսն էլ ես իմ կյանքում տեսել եմ։ Ես չգիտեմ մեզանից յուրաքանչյուրը սա տեսել է թե չէ։ Ու առաջինը ցանկալին է, երկրորդը չարի հետ եղավ։ Չարը փոխանակ զղջար ու ապաշխարեր ավելի չարացավ, ավելի քար դարձավ, ավելի թույնով լցվեց ամբողջ արարչագործության նկատմամբ։ Երբեմն մեկն է լինում մեր կյանքում, երբեմն մյուսը։ Գիտեք, երբ ես ավելի դու չարանում ու քարանում, երբ որ եսդ շատ մեծ է, երբ որ շատ ես խոցված ու չես կարողանում այլևս ներել, այդ ժամանակ դառնում ես պատ ու քար ու այլևս կարծես քո հետ էլ խոսել չի լինում։ Երկուսն էլ մարդկային է, երկուսն էլ կա, ու դրա համար այս վերջի հարցը, որ տվեցի, հետևյալն էր, որն եմ ես։ Մենք պիտի սա գիտակցենք։ Եթե մյուսն եմ, փրկություն չկա սրան։ Ես ինձ փորձում եմ արդարացնել, որ սա էր պատճառը, ես անմեղ եմ եւ այլ, բոլորս էլ մեզ կարող ենք արդարացման միջոցներ գտնել, բայց սրանք չեն արդարացնում մեզ։ Արդարացնում է զղջումը, արդարացնում է ապաշխարությունը, արդարացնում է ասել Քրիստոսին Տեր ընդունելը եւ Քրիստոսին խնդրել, որ ողորմած գտնվի մեր բոլորի հանդեպ։ Այս է, որ արդարացնում։ Ահա թե ինչու հենց այս պարագան էր, որ Օգոստինոս Երանելին ասում էր դատաստանի պատկերն է մեզ տալիս։
որ մեկն ենք մենք մեր կյանքում, մեկը թե մյուսը։ Եվ ըստ այդմ էլ մեր հատուցումը լինելու է կամ մեկը, կամ մյուսը։ Գնանք առաջ, տեսնեմ։ Ասում է, երբ կեսօր եղավ, խավար պատեց ամբողջ երկիրը մինչև ժամը 3-ը։ Նորից կանաչով գրափարն եմ գրել, եւ իբրև 6 ժամ եղև խավար կալավ զամենայն երկիր մինչև ցինն ժամ։ Այսինքն 6-րդ ժամին եղավ, ոչ թե կեսօրին, 6-րդ ժամը համընկնում է կեսօրին, եթե 6-ին գումարենք 6 դառնում է 12, եւ ամբողջ ասում է երկիրը խավար պատեց։ Եվ երբեմն շատ ենք տեսնում դոկումենտարիներ, կինոնկարներ, որ ասում են այո, արևը ուրեմն բան եղավ, խավարում եղավ եւ այլ ու փորձում են կապել ըստ այդմ ժամանակը գտնել Քրիստոսի խաչելության։ Ի սկզբանե հայրերի համար հստակ է եղել, որ սա խավարման հետ կապ չունի, սովորական խավարման հետ կապ չունի, որտեվ նախ զատկական շրջանում այս լիալուսնի ժամանակ իրենք հաշվարկ երբեք չի լինում խավարում եւ մյուսը խավարումը 3 ժամ չի տևում ամբողջ ընթացքում եւ սա ոչ թե աստղային կամ ինչ-որ ֆիզիկական երևույթ էին տեսնում, այլ տեսնում են մեղքի խավարում, այն խավարը, ինչի մասին Քրիստոս իր ավետարանում բազում անգամ խոսում էր, որովհետեւ լույսը ինքն էր եւ ինքն իրեն կոչեց Հովանու ավետարանում ես եմ լույսն աշխարհի եւ փաստորեն մարդը ինչ էր անում, ինքն իր լույսը խավարեցնում էր, ոչնչացնում էր։ Եվ սա էր, որ մարդը կատարեց, ու սա նաև մենք տեսանք, նաև ինչու՞ չէ բնության մեջ, իսկ ոմանք հայրերից ասում են, որ բնությունը իր արարիչին էր նաև կարծես թե այսպես ողբում տեսնելով, թե ինչ է կատարվում իր արարիչին, Աստծուն, որը մարդ էր դարձել մեզ համար եւ բնակվել էր մեր մեջ, ինչպես որ ասում էր ավետարանը։ Եվ նաև սա մարգարեության իրականացում էր, Ամովս մարգարեն 8-րդ գլխի մեջ հետաքրքիր է 8:9-ից 10 հեշտ է, Ամովս 8:9-10 ասում էր այդ օրը ասում է Տեր Աստված այնպես պիտի լինի, որ արեգակը մայր պիտի մտնի միջօրեին, այսինքն կեսօրին, եւ երկրում լույսը պիտի խավարի ցերեկով։ Եվ սա փաստորեն հենց նորից մեկ այլ մարգարեություն էր, որը կատարվեց Քրիստոսի խաչելության ժամանակ։ Հովհաննես ավետարանը այստեղ մանրամասներ է տալիս, որ չկա որևէ մեկ այլ ավետարանների մեջ։ Ասում է Հիսուսի խաչի մոտ կանգնած էին նրա մայրը եւ նրա մորաքույրը, Կլոպասի կին Մարիամը եւ Մարիամ Մագդաղենացին։ Երբ Հիսուս տեսավ մորը եւ այն աշակերտին, որ մոր մոտ էր կանգնած, որին նա սիրում էր, մորն ասաց. «Ով կին, ահա քո որդին»։ Ապա աշակերտին ասաց. «Ահա քո մայրը», եւ ասում է այդ պահից սկսած աշակերտը նրան իր մոտ առավ։ Այս մանրամասնը շատ հստակ է, փաստորեն Հովհաննեսը բացը փակում էր, որտեղ մյուս 3 ավետարանիչները չեն նշում Աստվածամոր ներկա գտնվելը, ուրիշ անուններ են տալիս։ Հովհաննեսը շատ հստակ է, որ Աստվածամայրը խաչի մոտ էր, որ ավելին, որ ինքն էլ էր խաչի մոտ, եւ որ Հիսուս այդ ցավի ու տառապանքի մեջ չմոռացավ կամ այսպես բան չարեց մորը, այլ իր ցավ ու բաներն էր, բայց ասում էր մոր, որ տիրություն արա մորս։ Եվ սա նաև մեկ այլ հայրերը այստեղ օրինակ են տեսնում, որ եթե Հիսուս ունենար հարազատ եղբայրներ եւ քույրեր, այս խնդիրը չէր լինի, որովհետեւ հարազատ եղբայրներն ու քույրերը իրենց մորը կվերցնեին։ Բայց քանի որ մյուսները հարազատ չէին ու Քրիստոս միածինն էր Աստվածամոր, դրա համար նաև կարիք կար, որ մեկին հանձներ իր մորը եւ ում էր հանձնում, եթե ոչ Հովհաննեսին, ում վստահում էր իր մեծագույն մարդուն իր համար մորը հանձնելով իրեն։ Եվ դրանից հետո ասում է Հովհաննեսն էլ շեշտում է, որ իր մոտ առավ, այսինքն Տիրոջ հրահանգը կատարեց եւ իր մոտ առավ Աստվածամորը։ Սա էլ շատ կարեւոր մանրամասն էր, որը մյուս ավետարաններում չկար։ Եվ ասում է եւ ժամը 3-ին Հիսուս բարձրաձայն աղաղակեց եւ ասաց. «Էլի, էլի, լամա սաբակթանի», որ թարգմանվում է Աստված իմ, ինչու թողեցիր ինձ։ Գրափարյան 9-րդ ժամում։ Նորից հիմա կասեմ, թե ինչու այս ամենը, բայց գալիս եմ այստեղ, ուրեմն 2004 թիվն էր, որ իմ առաջի քայլերն էի կատարում Սուրբ Գրքի սերտողության, արդեն բավական ժամանակ անցել 22 տարի։ Եվ Թահանգայի եկեղեցում էինք եւ 5 հոգի էինք։ Եվ ես անփորձ Հայաստանից եկած իմ մասին մեծ կարծիքի հետո Աստված լավ ինձ դաս տվեց, որ
դեղնակտուց ոչինչ չգիտես, սկսի սովորել։ Եվ այս ընթացքում Տեր Ովսեփը ինձ առիթ տվեց, որ Սուրբ Գրքի սերտողություն անեմ։ Փոքրիկ խումբ էր, առաջի այդ ժամանակ Տիկին Վեհանուշն էլ հենց մեջն էր, քաղցրիկի հետ։ Եվ այդտեղ մի միտք ծագեց եղբայրակցության երկու անհատների կողմից, որոնցից մեկը դեռ ողջ է, որ այս համարը, որ Էլի լամա սաբակթանին է, այս ձև բացատրեցին, թե Աստված այնքան ատեց մեղքը, որ այդ պահին իր որդուց հեռացավ, որովհետև մեղքի պատճառով իր որդուց հեռացավ եւ մի անգամից ինձ շատ տարօրինակ հնչեց այս միտքը ու ասեցի, բայց եթե այդպես է, նշանակում է երրորդությունը անբաժանելի երրորդությունը բաժանվեց։ Դե ասում է այդ պահին բաժանվեց, բայց չէ որ Հովհաննես 8-ի մեջ Քրիստոս շատ հստակ ասաց, ես մենակ չեմ, այլ Հայրը ինձ հետ է։ Հայրը մշտապես որդու հետ է, որդին էլ մշտապես հոր հետ է, եւ ունենք շարականը հրաշալի Սուրբ Ծննդյան, որ ոչ շատ ժամանակ առաջ հունվարի 6-ին էինք միասնաբար երգում, որ խորենացու շարականներ, որ հորից չհեռանալով քարայրի մեջ բազմեց։ Նույնիսկ երբ որ ինքը աշխարհ եկավ, միևնույն է ինքը հորից չհեռացավ, մշտապես հայրն ու որդին միասին են։ Եվ հետագայում, երբ որ սկսեցի սերտողությունները անել, միանգամից հասկացա, որ ախր սա այլ բան չի, եթե ոչ մարգարեության մատնացույց անելը, որովհետև Քրիստոս վերջի ցուցումներն էր տալիս, թե այն ինչ որ իմ մասին գրված էր, պիտի լիներ, իսկ որտեղ էր գրված։ Ես այստեղ միանգամից վերեցի եբրայերենը, այն ինչ որ ինքը ասում էր, եւ եբրայերեն այս տողերը Էլի լամա սաբակթանի, ուրեմն Սաղմոս մերով 21:1, եբրայերենով 22:1-ի մեջ է։ Ինքը Քրիստոս ուղակի բառացի մեջ բերեց Սաղմոսը, Սաղմոս 22-ը, եբրայական մեր 21-ը։ Եվ ինչու մեջ բերեց այս Սաղմոսը, որովհետև երբ որ մենք ընթերցում ենք այս Սաղմոսը, հասկանում ենք, որ այս Սաղմոսը ուղակի խաչելության դրվագն է ասում եւ մարդկանց հիշեցրեց Քրիստոս այն, ինչ որ գրված էր Սաղմոսի մեջ, որ պիտի կատարվի։ Ուզում եմ երկու մեջբերում անել, Սաղմոս 21:8-9-ից եւ հետո 17:18-ից։ Առաջի դրվագը հետեւյալն է. բոլոր ինձ տեսնողներն արհամարում էին ինձ, խոսում շրթունքներով եւ շարժում գլուխներն իրենց, ասելով. հույսը դրել է Տիրոջ վրա, դե թող փրկի ու ազատի նրան, եթե սիրում է նրան։ Շատ հստակ է։ Իսկ երկրորդ մաս այլ ավելի հստակ է, որ ասում է. չարագործների ամբողջն ինձ պաշարեց, ծակեցին ձեռքերն ու ոտքերն իմ, հաշվեցին բոլոր ոսկորներս, նրանք նայեցին ու տեսան ինձ, հագուստներս բաժանեցին իրար մեջ եւ պատմուճանիս վրա վիճակ գցեցին։ Այսինքն այն ինչ որ կատարվեց խաչելության ժամանակ, արդեն իսկ գրված էր Սաղմոս 2-ի կողմից եւ Քրիստոս խաչի վրա հիշեցնում էր, թե հենց հիմա ինչ որ դուք անում եք ինձ, դա արդեն գրված է Սաղմոսի մեջ։ Ու նույնիսկ այդ ժամանակ իրանք չանդրադարձան, թե ինչի մասին է խոսքը։ Ուրեմն ոչ թե սա հոր ու որդու հարաբերությունն է, որ հայրը որդուց բաժանվեց, այսինքն ուղիղ չէ, որ պիտի հասկանանք, այլ շատ հստակ ամբողջ կոնտեքստը տեսնելով Սաղմոսի, հասկանում ենք, որ սա խաչելության Սաղմոսն է, եւ Քրիստոս ուղղակի հստակ ասում է, որ հիմա դուք անում եք այն, ինչ որ գրված էր, որ պիտի կատարվեր։ Ուրեմն իրականացում էր մարգարեության եւ Քրիստոս մեջ էր բերում մարգարեությունը։ Եվ այստեղ հաճախ նաեւ խոսքերն ենք հիշում, ով ականջ ունի, թող լսի։ Սա էր, որ պաստորեն Քրիստոս բոլորին փոխանցում էր։ Եվ նրանցից ոմանք, որ նրա շուրջն էին կանգնել, եւ լսեցին այդ, ասացին. Եղիային է կանչում։ Նորից սխալ հասկացան։ Եղիային չէր կանչում Քրիստոս։ Քրիստոս մեջ էր բերում մարգարեությունը, Սաղմոս 21 կամ Սաղմոս 22-ը։ Նա դրա համար գրեցի, նախ սխալ հասկացան, որովհետև բազում այլազգիներ կային, որոնք լեզուն լավ չէին հասկանում, որտեվ կհիշեք, զատկական շրջան էր, տասնյակ հազարներով մարդիկ էին եկել, բայց երկրորդ պարագան եկա, որ մեզանից շատերը չեն անդրադառնում, որ հրեաներն անգամ եբրայերեն չէին խոսում։ Այսինքն այսօրվա մեր պարանը պատկերացրեք, մենք գրաբար տեքստ ունենք, բայց մենք գրաբար էլ չենք խոսում ու նույնիսկ գրաբարը, որ կարդում ենք, լավ չենք հասկանում։ Հրեական իրականությունը նույնն էր Քրիստոսի ժամանակ, ահա թե ինչու Հիսուս խոսում էր եբրայերեն չէր խոսում, այլ արամերեն էր խոսում։ Արամերենը դայլոգ է, այսինքն ինքը բարբառ է,
բայց բավական հեռացել էին այնքան, որ այդքան հեշտ չէր հասկանալը հрьяաներին, ու դրա համար, երբ որ ինքը եբրայական տեքստը մեջ բերեց, այլ խոսքով գրաբարը մեր հասկացած մեջ բերեց, որ գրքի լեզուն է, իրանք նույնիսկ դա այդքան լավ չհասկացան։ Եվ հետագայում 10-րդ դարից հետո, Քրիստոսից հետո, 10-րդ դարից հետո, որ փորձ կատարվեց վերադառնալ հին եբրայական լեզվին եւ աստիճանաբար արամերենը տեղի տվեց եւ այսօր հիմա իրանք եբրայերեն են խոսում, այլ արամերեն չեն խոսում։ Այսօր միակ արամերեն խոսացող գոնե ինձ հայտնի խումբը ասորիներն են, որոնք պահեցին խոսակցական այն լեզուն, որ ժամանակին Հրեաստանում բոլորն էին խոսում։ Ուրեմն ոչ միայն օտարները չէին հասկանում, այլ նաև հենց տեղի հрьяաները, պարզ ժողովուրդը չէր հասկանում, բացառությամբ քահանայապետների եւ օրենսգետների, ովքեր որ գրքերը գիտեին, հասկանում էին, ուսյալ էին, այսինքն հին եբրայերենը կարդում էին ու կարողանում էին հասկանալ։ Իսկ Եղիայի պարագան եղել էր արդեն, Եղիան արդեն իսկ եկել էր եւ արդեն իսկ Քրիստոսին վկայել էր, որտեղ, երբ, լեռան վրա, Եղիան եւ Մովսեսը եկան եւ վկայեցին, բայց ոչ թե բոլորի ներկայությամբ, այլ 3 հոգու ներկայությամբ, Պետրոսի, Հակոբոսի եւ Հովանեսի։ Եվ դրա համար ուզեցի նաեւ այստեղ նշել, նկատեցիք, որ կա 3-րդ ժամ, 6-րդ ժամ եւ 9-րդ ժամ։ Ինչու՞։ Որովհետև մեր ժամերգությունները, մանավանդ մեր ճաշու ժամերգությունները ինչ են, նույն ձև 3-րդ, 6-րդ եւ 9-րդ ժամի ժամերգություններ։ Ինչու՞։ Որովհետև մենք հիշում ենք մեր Տիրոջ ու Փրկչի խաչելությունը ամեն օր ժամերգության ընթացքում։ Սա հիշել ենք դարեր շարունակ, հազարամյակներ շարունակ, բայց այսօր գոնե մեզ մոտ սա չկա, մենք ճաշու ժամերգություններ չեն կատարվում, ցավոք սրտի, բայց մեր հայրերը այս ամեն ինչ որ Աստվածաշունչ Մատյանում գրված է, նաև իրենք վերագրել են, ապրել են ամեն օր իրենց աղոթքների եւ իրենց ընթերցանությունների մեջ։ Ահա թե ինչու սա այդքան կարևոր է, որ ոչ թե թարգմանությունը դնենք առավոտյան 9:30 օր, ցերեկից հետո ժամը 3, այլ հստակ 3-րդ, 6-րդ եւ 9-րդ ժամեր, որոնք հետո դարձան։ Ավելին ասեմ, ամենաառաջի վկայություններից մեկը, որ ասում է, որ մենք քրիստոնյաներս 3-րդ, 6-րդ եւ 9-րդ ժամերին աղոթում ենք, առաքելական կանոնների կամ սահմանադրության ավելի շուտ մեջ է Apostolic Constitution, որը որ 4-րդ դարից է գալիս եւ այնտեղ վկայություն կա, որ մենք քրիստոնյաներս 3-րդ, 6-րդ եւ 9-րդ ժամերին մասնահատուկ աղոթք ենք անում, հիշելով Տիրոջ չարչարանքների այս ընթացքը։ Գնանք առաջ։ Եվ այստեղ ուզեցի նաև մի փոքրիկ նորից հավելել Հովանեսի ավետարանից մի մանրամասն, որ ասում այսուհետև Հիսուս գիտենալով թե ահա ամեն ինչ կատարված է, որպեսզի կատարվի գրվածը ասաց, ծառավեմ։ Ինչու սա մեջ բերեցի, որովհետև Մարկոսը չի ասում, ինչու մեկը սպունգը թաթախեց քացախի մեջ ու տվեց Քրիստոսին։ Ինքն իրանից չէ, որ արեց։ Հովանեսը մեզ օգնում է, որ հասկանանք, Քրիստոս ինքը ասաց, ես ծառավեմ, եւ ահա թե ինչու Մարկոսը հիմա ավելի հեշտ ենք հասկանում, որ եւ մեկ ասում է առաջ վազելով սպունգը թաթախեց քացախի մեջ, անցկացրեց եղեգի ծայրին, տվեց նրան, որ խմի եւ ասաց. թողեք տեսնենք արդյոք Եղիան կգա նրան իջեցնելու։ Եվ սա նորից մարգարեության կատարում էր, որովհետև Սաղմոս 68-ի կամ Բողոքականյան 69-ի մեջ ասում է ծառավելիս քացախ խմեցին։ Եվ հենց սա էր, որ եղավ։ Եվ ասում է, երբ Հիսուս լեղախառն քացախը բերանն առավ, ասաց ամեն ինչ կատարված է։ Միջև վերջ մարգարեություն էր կատարվում, միջև վերջ մարգարեություն էր իրականանում։ Եվ երբ որ այդ քացախն էլ տվեցին, նոր ասաց ամեն ինչ կատարված է, ցույց տալով, որ իմ ամբողջ առաքելությունը ես կատարեցի եւ մի փոքրիկ բան անգամ չթողեցի անկատար։ Իսկ ինչ կատարվեց, ինչպես որ ասացինք, այն ինչ որ մեր փրկagorցության խորհրդի համար էր։ Ինչի՞ է նաեւ սա կարեւոր։ Նախ ուզում եմ ծառավեմ բառի մասին խոսեմ, որովհետեւ երանիներից մեկի մեջ ծառավ բառը կա։ Որ երանիներ կա, հիշեք։ Որը։ Ես հիշեցնեմ, երանի նրանց, ովքեր քաղցն ու ծառավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան։ Քրիստոս միայն պարզ
ուրեմն ծառավի մասին չէ, որ խոսում էր։ Քրիստոս խոսում էր արդարության ծառավի մասին, որովհետև ինչ որ կատարվում էր հիմա, անարդար էր կատարվում, ճիշտ չէր կատարվում։ Ու Քրիստոս սա էր ասում, որ ես ծառավ եմ, արդարության ծառավ եմ։ Ու նաև սա մեսիջ էր մեզ, 4 երանին ասա։ Սա մեսիջ էր նաև մեզ, որ մենք էլ արդարության ծառավ ունենանք եւ փորձենք Տիրոջ այս падգամը կյանքի վերածել ու աչքներս չփակենք անարդարության ու անազնվության վրա, որովհետեւ իբրև այդպեսին մենք դադարելու ենք, եթե տենց լինի, Քրիստոսի հետևորդը լինելու։ Իսկ ինչու կատարվեց, որովհետեւ Քրիստոս մի փոքրիկ բան անգամ թույլ չտվեց, որ թերի մնա։ Եվ սա էլ խոսում է Քրիստոսի կատարելության մասին։ Եվ իբրև քրիստոնյաներ գիտեմ դժվար է ու ցավոք սրտի երբեմն լսում եմ որոշ հոգևորականներից պատգամներ, որ մենք կոչված չենք կատարելության։ Ինչ որ անում ես բավարար է։ You try your best, քո լավագույնը արա, բավարար է։ Նման բան չկա ավետարանում։ Քրիստոս ամեն ինչ կատարելությամբ կատարեց։ Ավելին, Քրիստոս մեզանից յուրաքանչյուրին ասաց, որ եղեք կատարյալ, ինչպես ձեր երկնավոր հայրն է կատարյալ։ Այսինքն կատարելության են կոչված բոլորս եւ եթե փորձես քո թերություններ, նույնիսկ այն փոքրիկ թերությունների վրա աշխատել, իրենք ի վերջո մշակվում են։ Իսկ եթե այդ փոքրիկ թերությունը անտեսես ու ասես դեսիկ էական չի, փոքրիկ մի բան է, մեկը 2-ա դառնալու, 2-ը 4, 4-ը 8, 8-ը 16, ու ի վերջո այդ փոքրիկները մեզ խեղդելու են։ Ահա թե ինչու այդ ամենափոքր դիթեյլի վրա, մանրամասնության վրա մենք պետքա կենտրոնանանք, որպեսզի սրանք չաճեն ու իրենց քանակով, ոչ թե ծավալով, այլ քանակով մեզ չխեղդեն։ Ահա թե ինչու Քրիստոս ամեն ինչ նույնիսկ այդ քացախի սպունգն էլ եղավ, որից հետո որ կարծես թե պիտի էական չի, բայց եղավ, որպեսզի ասի արդեն ամեն ինչ կատարված է։ Եվ դրանից հետո է որ պիտի ընթերցենք հիմա եւ ասում է եւ Հիսուս բարձր ձայնը աղաղակեց ու հոգին ավանդեց։ Այստեղ ուզում եմ երկու ավետարանիչներին էլ մեջ բերել, երբ Հիսուս լեղախառն քացախը բերանն առավ, ասաց ամեն ինչ կատարված է եւ գլուխը կախելով հոգին ավանդեց, իսկ Ղուկասը ավելի մի քիչ երկար է տալիս, ասում է Հիսուս բարձրաձայն աղաղակեց ու ասաց հայր, քո ձեռքն եմ ավանդում իմ հոգին, երբ այս ասաց հոգին ավանդեց։ Ինչ է լինի պարական բառերը, այս որ ես նշել եմ հոգին ավանդել բառերը, գրեթե բոլորը նույնն են ասում, ինչու։ Որովհետև սա իր կամքով է կատարվում։ Մեզանից յուրաքանչյուրը չի կարող երբ որ ուզի հոգին ավանդի։ Քրիստոս ինքն իր կամքով էր հոգին ավանդում, եւ դրա համար որ արագ եղավ, Պիղատոսը զարմացավ, ոնց այսքան արագ էս մարդը մահացավ։ Որովհետև Քրիստոս ուներ իշխանություն, ու այս մասին հիմա խոսելու եմ, իր կյանքը տալու եւ ուներ իշխանություն իր կյանքը հետ վերցնելու։ Սա ինքն էր որ անում, ինքն էր հոգին ավանդում, ինքն էր իր հոր ձեռքը տալիս իր հոգին, ցույց տալով, որ ինքը ամենակարողն է եւ մահվան ու կյանքի հարցում ինքը ունի իշխանություն եւ արդեն ժամանակը հասավ ու այդ ժամանակը, քանի որ հասավ ու վերջին մարգարեությունը իրականացավ, ինքը այլևս այդ պահին երկրի վրա անելիք չուներ եւ դրա համար էր որ նաեւ իր հոգին ինքը ավանդեց։ Եվ երբ որ ասում է հոգին ավանդեց, տաճարի վարագույրը վերևից մինչև ներքև երկուսի պատռվեց։ Մարկոսը կարճ է խոսում, Մատթեոսը ավելի մանրամասնում է, թե որից հետո ինչ եղավ, որովհետև մենակ պատռվելը չէր, այլ տեսեք Մատթեոսը ինչ ասում, եւ ահա ասում է տաճարի վարագույրը վերևից մինչև ներքև երկուսի պատռվեց, եւ երկիրը շարժվեց, եւ ժայռեր ճեղքվեցին, եւ գերեզմանները բացվեցին, եւ ննջեցյալ սրբերի բազում մարմիններ հարություն առան, ու նրա հարությունից հետո գերեզմաններից ելնելով մտան Սուրբ քաղաքը եւ շատերին երևացին։ Այսինքն սա պարզ պատռվել չէր, սա մի ամբողջ ցնցում էր, քաղաքի մի ամբողջ ցնցում էր ու իրականություններ էին, որոնք անբացատրելի են, գերեզմանները բացվելը, մարդիկ դուրս գալը, մյուսներին երևալը, բայց քանի որ նաեւ շեշտում են այս տաճարի վարագույրի պատռվելը, սա շատ կարեւոր է։ Ինչու էր տաճարի վարագույրը պատռվում։ Մի քանի իմաստով։ Առաջինը, որ Աստված հայրերն ասում են, որտեղ տեսեք, երկուսն էլ շեշտում են, որ վերևից պատռվեց տաճարի վարագույրը։ Այսինքն մարդը տակից չէ, որ պատռեց։ Տաճարի վարագույրը շատ բարձր է, մարդը չէր գնալու վերևից պատռեր։ Աստված ինքը վերևից
պատռեց վարագույրը ու կոնկրետ նշում է, որ վերևից պատռվեց վարագույրը, այլ խոսքով մեր մեղքերի պարտամուրհակը պատռեց, որովհետև այդ վարագույրը, որ պահում էր մեզ Աստծու սրբությանը մոտենալուն, այլևս պատռվեց ու բացվեց։ Սա առաջին միտքն է։ Մեկ այլ միտք կա, որ Աստված պատռեց հրեաների հին ուխտը։ Եվ հիմա նոր ուխտն է սկսում։ Նոր ուխտն է սկսում Քրիստոսով, Քրիստոսի խաչելությամբ ու Քրիստոսի հարությամբ։ Եվ երրորդ միտքը կա, որ պատռվեց տաճարի վարագույրի պատռվելով նշան է, որ պատռվելու է հին տաճարը, այսինքն հրեական տաճարը այլևս չի լինելու, որտեղ Աստված սկսելու է բնակվել նոր ուխտի տաճարների մեջ, որոնք ոչ թե մի կոնկրետ տեղում են Երուսաղեմ քաղաքում, այլ ամբողջ երկիր մոլորակի վրա։ Եվ սա է շատ կարևոր, այսինքն որ այլ խոսքով ուխտս այլևս ոչ թե մի ազգի ու մեկ խմբի հետ է, այլ բոլոր ազգերի հետ է եւ բոլոր խմբերի հետ է։ Եվ ահա թե ինչու պիտի տեսնենք, որ առաջի վկան, որ Քրիստոսին կոչում է Աստծո որդի, հենց անմիջապես խաչելության ընթացքում Քրիստոսի մահվան ժամանակ ով էր, որ ասեց արդարև սա Աստծո որդին էր։ Հեթանոս Հռոմեացի հարյուրապետը, որ ցույց է տալիս, որ բացվում է բոլորին արդեն։ Այստեղ նաև ուզում եմ Ղուկասի մեջբերումը բերեմ, որ Ղուկասն էլ ասում է հենց այս դեպքերը, որ եղան, սա միայն պատռվելը չէր, ասում է եւ ամբողջ ժողովուրդը, որ եկել էր ու դիտում էր այս տեսարանը ու կատարվածը, ծեծում էր կուրծքը եւ վերադառնում։ Այսինքն նաև Ղուկասը ցույց է տալիս, որ այս մարդիկ իրենք էլ հասկացան, որ շատ դաժան բան եղավ։ Աստվածային մի բան իրենց հստակ ասում է, որ ինչ որ արեցիք մեծ մեղքեր ու դրա համար իրենց վրա վերցրեցին, իրենց կուրծքը ծեծելով, բայց հիշեցնեմ, երբ որ այս նույն մարդիկ ինչ էին ասում, որ այդ արդարի մեղքը թող մեր եւ մեր զավակների վրա լինի։ Այդ արդարի արյունը թող մեր ու մեր զավակների վրա լինի։ Ու չէին հասկանում, թե ինչի մասին են խոսում։ Երեք ավետարանիչները բան չեն խոսում, բայց Հովհաննես ավետարանիչը մի շատ կարևոր դրվագ է նաև տալիս, որը մեր ազգի հետ կապված է։ Ասում է, իսկ քանի որ ուրբաթ էր, որպեսզի մարմինները չմնան խաչի վրա մինչև շաբաթ օրը, որովհետև այն շաբաթը տոնական մեծ օր էր, հրեա առաջնորդները Պիղատոսին աղաչեցին, որ կոտրեն նրա սրունքները եւ վերցնեն նրան։ Եվ զինվորները եկան եւ առաջինի սրունքները կոտրեցին, նույնպես եւ մյուսինը, որ նրա հետ խաչն էր հանվել։ Բայց երբ եկան Հիսուսի մոտ եւ տեսան, որ նա արդեն մեռած էր, նրա սրունքները չկոտրեցին, այլ զինվորներից մեկը տեգով խոցեց նրա կողը եւ իսկույն արյուն եւ ջուր ելավ։ Եվ ով որ այս բանը տեսավ, վկայեց, որ նրա վկայությունը ճշմարիտ է եւ նա գիտե, որ ճշմարիտ է ասում, որպեսզի դուք էլ հավատաք։ Ուրեմն այս տեգը կամ գեղարդը, այն գեղարդն է, որը նաեւ Հովհաննես ավետարանիչը վկայում է, որ կատարեցին զինվորները ու բոլորս վստահ եմ գիտենք, որ ավանդության համաձայն ու նույնիսկ վիդեոներ կան, դոկումենտարիներ կան, որ համոզված ենք, որ այս գեղարդն է, որ մեր հայոց մեջ է հայ եկեղեցում է, եւ այդ նույն գեղարդն է, որով ծակեցին Քրիստոսի կողը, որի ձևով շատ տարբերվում է մյուս գեղարդներից, բայց եւ այնպես ոմանք նաեւ ասում են, որ հնարավոր չի ռոմեական այդ շրջանում այս ոճի գեղարդներ չկային կամ նիզակներ չկային, ու փաստը մնում է փաստ, որ կային եւ իհարկե քիչ էին, բայց գոյություն ունեին։ Ուրեմն սա էլ շատ կարևոր մի վկայություն էր, որը հետագայում անշուշտ ամեն մի տեքստ իր խորքը ունի, բայց ես ուղղակի մեջ եմ բերում այն ավետարանիչներին, որոնք լրացում են կատարում մեր տեքստին։ Եվ ասում եմ, եւ այնտեղ կային հարուրապետը, եւ այնտեղ կանգնած հարուրապետը տեսնելով, թե ինչպես նա աղաղակեց եւ հոգին ավանդեց, ասաց. իրոք այս մարդը Աստծո որդին է։ Ոստեղ ուզում եմ շեշտել, ինչպես որ մի երկու րոպե առաջ ասեցի։ Առաջին վկանա Հիսուսի Աստծո որդի լինելու խաչելությունից ու մահից հետո։ Եվ սա պատահական չի, որ կատարվում է։ Եվ սա կապված է վարագույրի պատռման հետ։ Եվ ցույց է տալիս, որ երբ որ պատռվեց հին ուխտի վարագույրը, առաջի մարդը, որը որ Քրիստոսին վկայեց իբրև Աստծո որդի, Հեթանոս Հռոմեացի զինվորն էր։ Եվ սրանով բացվեց ճանապարհը բոլորին, որ այլևս ոչ միայն հրեաներն են ճանաչում Աստծուն, այլ բոլորն են ճանաչում Աստծուն, եւ այդ բոլորին է տրված ճշմարիտ Աստծո ճանաչողությունը։ Եվ սրա համար էր, որ Քրիստոս եկել էր, ու իրականում ամբողջ Մարկոսի ավետարանը հենց այս դրվագի համար էր, որ գրվում էր հիմնականում, որովհետև եթե կհիշեք 10-րդ գլխի մեջ մենք սերտեցինք ինչ ասաց Քրիստոս, ասաց,
Մարդու որդին չեկավ ծառայություն ընդունելու, այլ ծառայելու եւ տալու իր անձը որպես փրկանք շատերի փոխարեն։ Փաստորեն Քրիստոս հենց սրա համար եկավ եւ ինքը արդեն իսկ ի սկզբանե սրա մասին էլ խոսեց եւ իրականացրեց այն առաքելությունը, այն ծրագիրը, այն իր պատգամը կամ իր կյանքը, որը որ պիտի ինքը կատարեր։ Մեկային եւ կանայք, որոնք դիտում էին հերվից, նրանց մեջ էին Մարիամ Մագդաղենացին, կրտսեր Հակոբոսի եւ Հովսեի մայր Մարիամը, ինչպես նաեւ Սողոմեն։ Հետաքրքիր մի միտք կա, ոմանք սա են տեսնում, որ կանայք ներկա են Քրիստոս խաչելությանը ու թաղմանը, բայց առաքյալները ոչ, միայն Հովանեսին ենք տեսնում։ Եվ սա էլ շատ կարևոր է, ցույց տալու համար, որ խաչելությունից հետո ոչ միայն հրյա եւ հեթանոս հարաբերությունը փոխվեց, այլ կին-տղամարդ հարաբերությունն էլ փոխվեց, որտեղ եթե հրեական ընկալման մեջ կնոջ վկայությունը կամ կինը ցածր էր, հարությունից հետո կամ այս դեպքում արդեն մահվանից հետո Քրիստոսի նոր ուխտի սկզբից հետո առաջի վկաները նաև դառնում են կանայք։ Հիմա մենք հարության դրվագում սա շատ ավելի հստակ ենք տեսնելու։ Այսինքն Քրիստոս փոխեց ամբողջ մարդկային ընկալումը, հավասարություն բերեց։ Եթե հрьяան իրան հեթանոսից բարձր էր դասում կամ տղամարդը իրեն կնոջից բարձր էր դասում, բերեց այդ հավասարությունը եւ ազգերի միջև եւ սեռերի միջև, ցույց տալու համար, որ չկա մեկ ու այն իրեն ուժեղ կարծեցյալ Պետրոս առաքյալի նմանները այնտեղ չեն, բայց կանայք են այնտեղ։ Իհարկե իրանք հերվից են դիտում, բայց միևնույնն է ներկա են խաչելության ու թաղման այս վիճակին։ Իսկ ինչու այս երեքին նշեց, որովհետև այս երեքը հայտնի կանայք էին, բայց այս վերջի շրջանում շատ է խոսվում Մարիամ Մագդաղենացու մասին եւ մեր ու օրինակ կաթոլիկ եկեղեցու միջև դարեր շարունակ այս անհամաձայնությունն ա եղել այս կնոջ կապակցությամբ։ Կաթոլիկները եւ արևմտյան աշխարհը, ներառյալ Միացյալ Նահանգներ, բողոքականություն, Մագդաղենացուն դիտում են իբրև անառակ կին։ Ուղղափառ աշխարհը, հայ եկեղեցին, հույները, մյուսները, հին արևելյան կողմը Մագդաղենացուն երբեք չի դիտել իբրև անառակ կին, որովհետև Աստվածաշնչում վկայություն չկա նման, այլ Մագդաղենացուն դիտել է իբրև դիվահար կին, որից Քրիստոս 7 դև էր հանել, եւ հիմա, որ Աստծո կամոք մյուս չորեքշաբթի այստեղ հավաքվենք, արդեն 16-րդ գլուխը, երբ որ սկսենք սերտել, որ վերջի գլուխն է, կտեսնենք, որ նույն Մարկոսն ասում է Մարիամ Մագդաղենացին, որից Տերը 7 դև էր հանել։ Այսինքն այս կինը նախկին դիվահար կին է, որը որ ամբողջությամբ բուժվելով Քրիստոսին իր կյանքը նվիրեց, այդ չարչարված կինը, եւ փաստորեն այնքան սեր ու նվիրում ուներ Տիրոջ հանդեպ, որ ամեն ինչ անում էր, որպիսի փոխադարձ սեր ու հարգանք փոխանցի Տիրոջը, որովհետև Տերն առաջինն էր արել։ Եվ սա քրիստոնյայի լավագույն օրինակն է։ Ես վերջերս մեկի հետ էի խոսում, որ երբեմն Աստված մեզ այնքան մեծ օրհնություն անում, պարզ օրինակ բերեմ, զավակ է տալիս, որ մենք տարիներով կամ տասնամյակներով սպասում ենք ու չէինք ունենում։ Եվ մենք ուխտ ենք անում Աստծուն, գնում ենք եկեղեցիներ, ուխտ ենք անում, որ Տեր Աստված, ես այս կանեմ, այն կանեմ, այն կանեմ, այն կանեմ, կամ մահացու հիվանդություն կա, քաղցկեղ կա եւ այլն ու բուժում է։ Բայց արի ուտես որպես կանոն, երբ որ արդեն կամ զավակն է տրվում, կամ քաղցկեղից ենք բուժում, կամ ինչ-որ մի փորձանքից ենք ազատվում, մենք էլ չենք գնում ու Մարիամի նման, Մագդաղենացու նման մարդիկ գալիս են օգնելու, որ եթե քեզ արեց, ուրեմն դու էլ քո ուխտը պահի եւ իր նման ամբողջությամբ նվիրվի քո Տիրոջն ու Փրկչին Հիսուս Քրիստոսին։ Ասում եմ, կանայք, որոնք երբ Հիսուս Գալիլեայում էր, նրա հետևից էին գնում եւ ծառայում նրան, կային նաեւ շատ այլ կանայք, որոնք նրա հետ Երուսաղեմ էին ելել։ Այս մեսեջի մեջ հասկանում ենք, որ Քրիստոսին շատ կանայք էին հետևում, հետաքրքրորեն Մարկոսը վերջում է այս մասին մեզ ասում։ Արդեն խաչելությունից հետո կամ մահից հետո ցույց տալու համար, որ իրոք բազում կանայք կային, որոնք առաքինի կին էին, բայց ոչ միայն առաքիլի, այլ նաև ծառայասեր։ Ծառայել բառը հունարենում դիակոնո բառն է, այսինքն դիքն, սարկավակ։ Եվ իրականում սարկավակի կոչումը հենց ծառայելն է, սպասավորելն է։ Եվ այս կանայք իրենք ծառայում էին Քրիստոսին, ինչպես որ Քրիստոս ինքն իրեն
սարկավակ դիակոն կոչեց ու ասաց. ես եկել եմ ծառայելու ձեզ։ Ուրեմն սա է ամբողջը։ Երբեմն մեզանից յուրաքանչյուր ու մասնավորաբար հոգևորականը այդ ուխտն անում ծառայելու Քրիստոսի մարմնին, եկեղեցուն։ Ոչ թե տիրելու, ինչպես որ Պետրոս առաքյալն ասում իր թղթում 5-րդ գլխում, այլ ծառայելու առաջի թղթի։ Մեզանից յուրաքանչյուրը իբրև քրիստոնյա կոչված է մեկս մյուսին ծառայելու, ոչ թե տիրելու։ Եվ սրա մեջ է մեծ տարբերությունը։ Ու այս կանայք հենց սա են անում, իրենք չէին տիրում, իրենք նույնիսկ չէին էլ երևում, ավետանում իրանք չկան էլ կարծես։ Մեկ էլ մի բա վերջում իրանց մասին Մարկոսը նշում է, որ իմիջայլոց իմացեք շատ կանայք էին Քրիստոսին հետևում, բայց այն մեծ իրանց այս անունն էլ պետք չէր, որ նշվեր։ Իրենք այնտեղ էին ու իրենք գիտեին ինչի համար էին այնտեղ, որտեղ իրենք ամբողջությամբ նվիրված էին իրենց Տիրոջն ու Փրկչին Հիսուս Քրիստոսին։ Հիմա գալիս է արդեն թաղման պահը Քրիստոսի։ Ասում է եւ երբ երեկո եղավ, քանի որ ուրբաթ էր եւ շաբաթամուտն էր սկսվում, Արիամաթացի Հովսեփը, որ մի արկեշտ մարդեր ու հրեաների ժողովի անդամ եւ որ ինքն էլ Աստծո արքայությանն էր սպասում, համարձակվեց մտնել Պիղատոսի մոտ եւ ուզեց Հիսուսի մարմինը։ Հիշեք, երբ որ մենք սերտում էինք նախորդ գլուխը, ասեցինք, ավետարան ասեց բոլորն էլ կողմն էին, որ Քրիստոսին սպանեն, խաչը հանեն։ Բայց փաստորեն այդ բոլորի մեջ նաեւ կար այս Արիմաթացի Հովսեփը, որը ծպտված, այսինքն կեղծ, թաքնված քրիստոնյա էր, Քրիստոսի աշակերտ էր։ Եվ երկու իմաստով չեր ուզում հայտներ։ Մեկը, որ թերևս ներկա չէր այդ ժողովին, որովհետև եթե գիշեք ասացին գիշերով հավաքվեցին, որ իրավունք չունեն գիշերով ժողով գումարել, համաձայն իրենց կանոնադրությամբ, բայց արեցին։ Երևի թե Արիմաթացին այնտեղ չէր ժողովին, բայց նաև առավել հավանական է, որ եթե այնտեղ էր չխոսեց, այդ քաջությունը չունեցավ ասելու, որ ես դեմ եմ, որ Հիսուսին խաչեն, ու այս մասին նաև մեզ օգնում է Հովհաննես ավետարանը, որտեղ Հովհաննեսի ավետարանի մեջ ասում է հրեաների վախի պատճառով Հիսուսի թաքուն աշակերտն էր։ Եվ շեշտում է հրեաների վախի պատճառով Հիսուսի թաքուն աշակերտն էր։ Ուրեմն մեկը, որ վախենում էր ինչից, որտեվ հարուստ էր, որտեվ անուն ուներ, որտեվ ավականու անդամ էր, այդ 70 կամ 72-ից մեկն էլ ինքն էր, վախենում էր այդ ամեն ինչից զրկվեր։ Ինքը դա փաստորեն ձեռք էր բերել կամ մեծ բարձրության էր հասել ու չէր ուզում զրկվել, այսինքն ընտրության ժամանակ ինքը նոմինալ քրիստոնյա էր, ինքը անունով քրիստոնյա է, բայց միևնույն ժամանակ էլ Քրիստոսի վկայելու ժամանակ ընդեղ չի ուզում կորցնի ունեցած նյութականը, բայց հետաքրքրորեն, երբ որ Քրիստոս մահանում է, այս մարդու կյանքում լուրջ փոփոխություն է կատարվում։ Ինքը ասում է համարձակվեց գնալ ու Պիղատոսի մոտ եւ ասել մարմինը տուր, իսկ սա ինչ էր նշանակում։ Նշանակում էր, որ արդեն բոլորը պիտի տեսնեին, որ դու Քրիստոսի հետևորդն ես, բոլորը ոչ միայն պիտի տեսնեին, դու քո գերեզմանի մեջ ես դնում Քրիստոսին, դու իրեն շատ ավելի մոտ ես անում, մեկին, որ նոր մենք խաչեցինք, որին անիծված կոչեցինք ու որին մենք կոչեցինք ինքնակոչ, չգիտեմ, ավազակ։ Բայց արեց այս մարդը եւ գնաց այդ քայլին։ Բացահայտեց, որ ես Քրիստոսի հետ եմ։ Իմիջայլոց շատ աշակերտներ դեռ չարեցին։ Շատ աշակերտներ սպասեցին հոգու գալուստին, երբ որ հոգե գալուստ եկավ, նոր ոգևորված սկսեցին։ Հովսեփ Արիմաթացին արեց սա միջև այդ ամենը։ Ինչու է սա կարևոր ինձ համար իբրև քրիստոնյայի, որ երբեմն մենք էլ ուզում ենք կոմպրոմիսների գնանք մեր հավատի ու աշխարհի հետ, մարդկության հետ։ Այդ կոմպրոմիսը շատ ենք անում։ Երբեմն խղճի խայթ ենք ունենում, բայց միևնույնն է, կոմպրոմիսների ենք գնում։ Հովսեփ Արիմաթացին ցույց տվեց, որ շատ կարևոր է, որ ունենանք այդ քաջությունը, այդ կոմպրոմիսի չգնալու, մանավանդ ինքը գիտեր, քանի որ ինքը գիտակներից մեկն էր, որ եթե Քրիստոսի մարմինը թողնվի միջև գիշեր, ինքը համարվելու է պիղծ, որտեվ երկրորդում նորինաց հենց նույն 21-ի մեջ, որ ես նախապես մեջ բերեցի, սա էր ասում. մահացածի մարմինը ծառի վրա գիշերը թող չմնա, նույն նորից կթաղեք նրան, բայց ոչ մեկ այդ չուներ այդ քաջությունը կամ այդ ուժը չուներ, որ գնար Պիղատոսին ասեր, ինչ կլինի, թող որ մարմինը իջացնենք, որտեղ մեր օրենքի համաձայն ինքը չի կարա մնա գիշերը այդտեղ։ Ոչ մեկ չկար ու ինքը հասկանալով
իրականության կամ այդ դրության լրջությունը իր մեջ այդ քայլը կատարեց, իր մեջ այդ քաջությունը ունեցավ։ Եվ ի վերջո նաև սա էր, որ մեծ օրհնություն պիտի դառնար իր համար։ Ուրեմն, եթե մենք գիտենք ճշմարտություններ, որ պարզ ժողովուրդը չգիտի, որովհետև սերտում ենք Հովսեփ արի մաթացու նման, ուրեմն ունենանք նաև այն քաջությունը, որ քայլ կատարենք, այլ չմնանք միայն լռող եւ թաքուն Քրիստոսի աշակերտող կամ կոմպրոմիսների գնացող։ Եվ Պիղատոսը ասում է զարմացավ, որ Հիսուս այդչափ շուտ էր մեռել, եւ իր մոտ կանչելով հարուրապետին հարցրեց նրան ու ասաց. «Իրոք այդչափ շուտ մեռավ»։ Չէր հավատում, թերահավատ էր, եւ արդեն այստեղ իր կերպարի մասին էլ է խոսքը։ Եվ ինչու այդքան շուտ հոգին ավանդեց, որովհետև ինչպես որ ասացի, Տերն ինքն էր որոշել, երբ պիտի մահանա։ Ահա թե ինչու ուզում եմ մեջբերել Հովհաննես 10-ը, որ շատ կարևոր է, որ նրա համար է իմ հայրը ինձ սիրում, ասում է Քրիստոս, որ ես իմ կյանքն եմ տալիս, որպեսզի վերստին այն առնեմ, այն ինձանից ոչ ոք չի վերցնի, այլ ես ինքս եմ այն տալիս, իշխանություն ունեմ այն տալու եւ իշխանություն ունեմ վերստին այն առնելու, այս պատվերը իմ հորից ստացա։ Ուրեմն սա էր կատարվում։ Քրիստոս ցույց տվեց, որ ինքն է, ինչպես որ ասացի, մահվան ու կյանքի Տերը։ Եվ ասում է, երբ այդ ստուգեց, հարուրապետից մարմինը շնորհեց Հովսեփին։ Այս կտավը, եթե ուշադրություն դարձնեք, Գեթիում կա, Գեթի մյուզեումում կա, կամ նմանատիպ կտավ։ Տարիներ առաջ Մաշտոցի հետ հրավիրել էին մեզ Գեթի դասախոսության։ Հետաքրքիր էր այս կինը, որ նաև մարդկանց էր կանչել, մասնագետներ կամ հոգևորականներ, որ նայում էին, ու նման կտավ էր ու ասեց ինչ կգտնեք այս կտավի մեջ, ինքը շատ ուշիմ էր, ինչ որ ասում են, ինքը վերցնում էր, հետագայում ինքը օգտագործելու էր իր համար, եւ նկատեցի մի բան, որ մենք անում ենք, երբ որ մենք Աստվածաշունչ վերցնում ենք կամ ավելի շուտ ավետարանը, երբ որ վերցնում է սարկավաքը, ինքը դաստառակով է վերցնում, թաշկինակով է վերցնում, որտեղ սրբությանը չի ուզում իր ձեռքերով կպնի։ Ուշադրություն դարձրեք այն ձեռքին այնտեղ, ինքը կտավով է Քրիստոսին բռնել, այստեղ էլ է այդ բանը, բայց ուզել է մատը ցույց տա։ Որոշները հենց այս ձեռքն էլ են ցույց տալուց կտավով, որ Քրիստոսին սրբությանը դիպչելիս մենք կտավով ենք դիպչում, որովհետև մենք անմաքուր ենք, իսկ ինքը ամենակատարն է, ինքը ամենասուրբն է։ Ու սա է այս պատկերը ուզեցի դնել, թե ինչ է նշանակում հարուրապետից խնդրեց, որ Քրիստոսի մարմինը իրեն շնորհվի եւ փաստորեն Քրիստոսի մարմինը իրեն շնորհվեց։ Եվ Հովսեփը կտավ գնեց եւ նրան իջեցնելով պատեց այդ կտավով ու դրեց մի գերեզմանի մեջ, որ փորված էր ժայռի վրա։ Մի փոքրիկ բան ուզում եմ ասել, մտքիցս թռավ, այս խաչի կայաններ գաղափարը, որ շատ տարածված է կաթոլիկյան աշխարհում, ինքը Սուրբ գրային չի մեկ, երկրորդը ինքը ավանդության մեջ էլ չկա։ Հետագայում մի քանի դար հետո, կոնկրետ եթե չեմ սխալվում, 10-12-րդ դարում մի անգամ ուսումնասիրություն էի անում, նոր ինչ որ մի աստվածաբանի մտքի թռիչքն ա եղել, որ այդ խաչի կայանները ստեղծի, եւ դա հիմա դարձել է շատ տարածված, եւ Սուրբ Վայրում կա, եւ նաեւ կաթոլիկ վանքերում եք տեսնում, բայց սա հետագայում ձևավորված ավանդություն է եւ իրական հին եկեղեցու եւ Սուրբ գրքի եւ ավանդության հետ կապ չունի։ Եվ ասում եւ Հովսեփը կտավ գնեց եւ նրան իջեցնելով պատեց այդ կտավով ու դրեց մի գերեզմանի մեջ, որ փորված էր ժայռի մեջ։ Հովհաննեսը այս բացը լրացնում է, մենակ Հովսեփը չէր, Նիկոդիմոսն էլ էր։ Եվ դրա համար 19-ի մեջ ասում է Հովսեփն ու Նիկոդիմոսը եկան ու նրան վերցրին։ Նիկոդիմոսը, որ առաջին անգամ գիշերով Հիսուսի մոտ էր եկել, բերեց մոտ 100 լիտր զմուրս, հալվեի հետ խառնված, վերցրին Հիսուսի մարմինը եւ պատեցին կտավներով, խնկերով հանդերձ, ինչպես որ հրեաների սովորությունն էր, պատել եւ այն տեղում, ուր նա խաչվեց, պարտեզ կար եւ այդ պարտեզում մի նոր գերեզման, որի մեջ երբեք որևէ մեկը չէր դրված։ Հետաքրքիր մի բան է, ես ինքս չեմ եղել Սուրբ Վայրերում, գիտեմ մեզանից շատերը եղել են մի քանի անգամ։ Փաստորեն խաչելության եւ թաղման վայրը մի շենքի մեջ է։ Իրանք այնքան մոտ են իրար, մոտ 100 մետր է, մոտ 300 ֆիտ է հեռավորությունը, որ այսօր ամբողջը նույն շենքի մեջ է եւ նույնիսկ պատանքի տեղն է նույն շենքի մեջ եւ մի քանի վայրեր, որ մենք Աստվածաշունչ Մատթեանում հիմա կարդում ենք, մեզ շատ հեռու են թվում, բայց իրականում դրանք շատ հեռու չեն ու փաստորեն Հովսեփ Արիմաթացու գերեզմանը, որ ինքն էր առել ու շատ կարևոր է այստեղ
մի քանիսը շեշտում են հայրերից, որ ավետարանիչներից, որ ոչ ոք դեռ չէր մտել այդտեղ, որը շատ կարևոր է, ինչպես որ իր ծնունդի ժամանակ ոչ ոք չէր ծնվել այդ արգանդից, նույնպես եւ այս գերեզմանը, որ հայրերը նորից արգանդ են կոչում, ոչ ոք մտած պիտի չլիներ եւ ինքը պիտի մտներ, նույնպես եւ նաեւ եթե կհիշեք, երբ որ Քրիստոս հաղթական մուտք էր գործում դեպի Երուսաղեմ, էշերի վրա կամ էշի վրա ոչ ոք դեռ չէր նստել, ինքը այդ ամեն ինչի մեջ առաջինն ու միակը պիտի լիներ եւ փաստորեն սա է, որ Նիկոդիմոսը կար եւ եթե կհիշեք Նիկոդիմոսն այն մարդն է, որ Քրիստոսին մոտեցավ ու հարցրեց, թե ինչ պիտի անեմ, որ երկնքի արքայությունը ժառանգեմ, եւ Քրիստոս ասաց իրեն, թե պիտի մկրտվես։ Եվ փաստորեն այստեղ բիդից մեջբերում եմ ուզում անել, ասում է ինչպես Հիսուսի երկրավոր ծնունդը, այնպես էլ նրա մահը եղավ առանց ավելորդ ճոխության, պարզ եւ խոնարհ ձևով։ Մենք ամեն ինչ ուզում ենք ճոխ անել, ժողովուրդ։ Երբեմն այստեղ տեսակցություններ ենք տեսնում ու ոչ քիչ հատ հաճախ, որ եթե հաշվեք մենակ ծաղկեպսակների քանակը, մոտավորապես մի քանի տասնյակ հազարի ծաղկեպսակ է դրվում այստեղ, որը 2 օր հետո արդեն աղբ է կամ կենդանու ուտելիք։ Այսինքն մի քանի տասնյակ դոլարների, որ կարող են շատ որբերի ու կարիքավորների օգտակար լինել, ուղղակի ձևականության համար, ցույց տալու համար մենք պատրաստ ենք աղբը նետել։ Իհարկե ամեն մարդ այդքան չի տալի, բայց հավաքականությունը դրան է գնում։ Դրան հակառակ Քրիստոս եւ իր ծնունդը եւ իր մահը շատ պարզ արեց, ինչպես որ բիդներ ասում անգլիացի այս սուրբը։ Ամեն ինչ պարզության մեջ է։ Եվ երանի այն քրիստոնյային, որ կսիրի պարզությունը ու նաեւ երանի այն քրիստոնյային, որ պարզության մեջ կապրի, առանց ավելորդության, առանց ցոփ ու շվայտության, առանց լյուքսի, առանց բրենդի, որովհետեւ Քրիստոս հաստատ էս չի, որ մեզ ուսուցանում է, բայց մենք միշտ լյուքսին ու բրենդին ենք գնում, բայց մեզ քրիստոնյա ենք կոչում, այդ նույն Հովսեփի նման ենք, ասեմ, ես ծպտված քրիստոնյա եմ, բայց սիրում եմ նաեւ ինչու՞ չէ այս ամենը։ Իսկ Քրիստոս մեզ շատ հստակ օրինակ տվեց, թե որն է արժեքը, թե ինքը ինչպես ապրեց իր կյանքը։ Իսկ ասում է Մարիամ Մագդաղենացին եւ Հակոբոսի ու Հովսեի մայրը, Մարիամը տեսան այնտեղը, ուր նա դրվեց։ Սա վերջին նախադասությունն է, Ղուկասը հավելում ունի, ասում է վերադարձան խնկեր եւ յուղեր պատրաստեցին ու շաբաթ օրը օրենքի համաձայն հանգիստ արեցին, որ շուտով կիրակի առավոտյան պիտի գնան, իսկ այս կանանց մենք կոչում ենք յուղաբեր կանայք, ովքեր որ պիտի բերեին յուղը, որ Քրիստոսի մարմինը օծեին, բայց չպիտի հասցնեին, որովհետև արդեն Քրիստոս հարություն էր առել։ Աստծո կամոք մյուս չորեքշաբթի ամբողջ 16-րդ գլուխը պիտի սերտենք, որտեղ ինքը կարճ է եւ հարության խորհուրդն է այնտեղ լինելու, բայց ինչպես ավանդաբար անում եմ, փորձեմ շատ փոքրիկ վերլուծում անել այսօրվա մեր նյութից ու հետո բանալի բառերով ավարտեմ։ Վերլուծումս հետեւյալն է, որ բոլորս կոչված ենք մեր խաչերը կրելու, իսկ Սիմոն Կյուրենացին բացի իր խաչից պատիվ ունեցավ Տիրոջ խաչը նաեւ կրելու։ Մենք էլ Հովսեփ Արիմաթացու նման ամեն կիրակի Տիրոջ սուրբ մարմինը վերցնում ենք եւ մեր մաքրված մարմնի, այսինքն կտավի մեջ փաթաթում եւ ընդունում մեր մեջ։ Պատրաստ ենք արդյոք Արիմաթացու նման մեր անձնական շահը մի կողմ դնել եւ բացահայտել մեր Տիրոջ աշակերտ լինելը։ Տիրոջ խաչելությունն ու մահը որքան ցավալի, այնքան էլ օրհնաբեր իրականություններ են մեզ համար, քանզի մեր փրկության ավետիսն են փոխանցում։ Տիրոջ երկրավոր կյանքի այս վերջին դրվագները ամենից մանրամասն կերպով են մեզ ներկայանում եւ իրապես էլ այդպես է, որպեսզի նրանք մենք լավ իմանանք եւ մանավանդ կիրառենք մեր կյանքում։ Եվ բոլորիս սպասում է հարության մեծ հույսը, քանզի խաչելությունը սկիզբն է հարության եւ հավիտենական կյանքի։ Եվ ինչու եմ սա ասում, որովհետեւ գիտեմ, որ այս վերջի շրջանում շատ նոր անձինք նորից եկան, ամեն չորեքշաբթի նոր մարդ ունենք, ոչ մեկ այլ մի քանի, եւ կարող է շատ խիտ լիներ, բայց սրանք այն վերջի շրջանի ամենախիտ
նյութերն են, որ ես փորձում եմ հնարավորինս բաց չթողնել ոչինչ, այլ իմ կարողության չափով բոլոր ավետարաններից համադրել եւ եկեղեցու հայրերից կարեւոր մտքեր ինչ որ վերցրեցի, սրանք նաեւ ձեզ փոխանցեմ։ Անգլերեն ասած կարող է մի քիչ overwhelming լինի, այսինքն շատ լինի, ծավալուն թվա։ Դա համար խորհուրդ կտամ ոչ միայն ներկաներին, այլ նաեւ նրանց, ովքեր որ դիտում են մեզ, երկրորդ անգամ լսել ձայնագրությունը, որովհետեւ շատ կարեւոր է, ինքը շատ օգտակար է լինելու մեր կյանքի համար։ Իսկ իմ կարծիքով բանալի բառերը հետևյալներն էին, որ այսքան առանձնացրեցի՝ խաչափայտը, Գողգոթան, կատարվեց գրվածքը, որի Քրիստոսի շատ կարևոր պատգամն էր, ավազակ, խավար պատեց, էլի լամա սաբակթանին, հոգին ավանդեց բառակապակցությունը, ոչ թե մեռավ, տաճարի վարակույրը, Հիսուսի մարմինը եւ գերեզմանը։ Եվ սրանք էլ այն բառերն էին, որոնք որ ուզեցի ձեր հիշողությանը բերել, մեր երևի մանրանկարչության մեջ ամենաշատ տարածվածը ծննդյան եւ խաչելության ու հարության դրվագներն են, որոնք որ իրապես հրաշք են ու մեր հայրերը անդադար մեր ուշադրությունը փորձրել են դարձնել այս երկու կարևորագույն դրվագների վրա։ Հիմա այսքանով պիտի ավարտեմ, բայց մի քանի հայտարարություն ունեմ, որից հետո երկրորդ մասին կանցնենք։ Հայտարարություններից առաջինը նա է, որ